Հենց այս վայրկյանին, երբ դուք նայում եք այս էկրանին, ձեր գլխից 300,000 կիլոմետր հեռավորության վրա լուսնի հարավային բևեռին մի բան է տեղի ունենում, որը կփոխի մարդկության ապագան։ Չինաստանի ռոբոտները հենց հիմա փորում են լուսնային ռեգոլիթը, փնտրելով նյութ, որը կարող է լուծել Երկրի էներգետիկ ճգնաժամը հաջորդ 1000 տարիների համար։ Եվ ամենաշոկայինը, ամերիկյան հետախուզական սպուտնիկները նկարահանել են ինչ-որ բան, ինչը Պեկինը պաշտոնապես չի ճանաչում։ Մի կառույց, որը չպետք է լիներ այնտեղ։ Մի ակտիվություն, որը չի համապատասխանում հրապարակված պլաններին։ Եվ հենց այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, նոր մոդուլներ են ուղարկվում դեպի լուսին, յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ։ Բայց սա պարզապես տիեզերական հետազոտություն չէ, սա նոր տեսակի պատերազմ է։ Պատերազմ ռեսուրսների համար, որոնք դեռ չեն պատկանում ոչ մեկին։ Պատերազմ տարածքի համար, որտեղ չկան սահմաններ։ Եվ ամենակարևորը, պատերազմ ապագայի համար, որտեղ էներգիան կլինի նոր ոսկին։ 2026 թվականի հունվարի 12-ին Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հրապարակեց լուսանկար, որը ցնցեց ամբողջ գիտական համայնքը։ Չանգե 6-րդ օրվա նկարն են, այս նկարը համարվում արդեն հավատված գիտական տեսք ունեցող։ Այդ վարչությունը հայտարարել են, որ այդ բոլոր պայմաններով 5-րդ համարից մեկ կերպ են գտել կապ Եվրոպայի և Չինաստանի միջև։ Իսկ հիմա մենք կգնանք մեր այսքան համար շատ կարևոր հարցին՝ գիտական համայնքը։ Չանգե 6 թիվը, 6-րդ լուսնային առաքելությունը հաջողությամբ վայրէջք կատարեց Էյթկեն ավազանում, լուսնի հարավային բևեռի ամենախորը և ամենահին կրատերերում։ Բայց լուսանկարում տեսանելի էր ոչ միայն վայրեջքային մոդուլը։ Ֆոնում, մոտավորապես 2 կիլոմետր հեռավորության վրա, երևում էր մի կառույց, որը չէր նշված ոչ մի պաշտոնական փաստաթղթում։ Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամի աստղաֆիզիկոս Ալեն Շտերնը, որը 30 տարի ուսումնասիրել է լուսնային ծրագրերը, հայտարարեց. «Սա ամենակարևոր պահն է տիեզերական հետազոտության մեջ Ապոլոյից հետո»։ Բայց ի տարբերություն Ապոլոյի, սա ոչ թե ցուցադրություն է, այլ գործնական գաղութացում։ Նրա խոսքերը հնչեցին Ամերիկայի կոնգրեսում 2 օր անց, երբ ՆԱՍԱ-ի ղեկավարությունը պետք է բացատրեր, թե ինչու Միացյալ Նահանգները հետ են մնացել այս մրցավազքում։ Բայց ինչու հենց հարավային բևեռը։ Ինչու հենց Էյթկեն ավազանը։ Պատասխանը թաքնված է այնտեղ, որտեղ երբեք չի հասնում արևի լույսը։ Պատկերացրեք կրատեր, որը ավելի խորն է, քան Էվերեստի բարձրությունը։ 2500 կիլոմետր տրամագծով ավազան, որը ստեղծվել է 4 միլիարդ տարի առաջ, երբ հսկայական աստերոիդը հարվածել է լուսնի մակերևույթին։ Այս կրատերի հատակը երբեք չի տեսել արևի լույսը։ Երբեք։ 4 միլիարդ տարի անընդհատ խավարի մեջ։ Եվ այս հավերժական ստվերում, այնտեղ, որտեղ ջերմաստիճանը երբեք չի բարձրանում -170 աստիճանից, պահպանվել է ինչ-որ բան անթիվարժեքավոր։ 2020 թվականին Չինաստանի Չանգե 5 առաքելությունը առաջին անգամ վերցրեց նմուշներ այս հավերժական ստվերից։ Երբ նմուշները վերլուծեցին Պեկինի տիեզերական տեխնոլոգիաների ինստիտուտում, գիտնականները հայտնաբերեցին բան, որը փոխեց ամեն ինչ։ Հելիում 3 իզոտոպ, որը գործնականում չկա Երկրի վրա, բայց լուսնի մակերևույթին կուտակվել է միլիարդավոր տարիների ընթացքում արևային քամու ազդեցությամբ։ 1 կիլոգրամ հելիում 3 կարող է արտադրել էներգիա, որը համարժեք է 10 միլիոն կիլոգրամ ածխածնի։ 1 տոննա բավարար է ապահովելու ամբողջ Չինաստանի էներգետիկ կարիքները 1 տարվա համար։ Եվ Էյթկեն ավազանում, ըստ չինացի գիտնականների հաշվարկների, կա մոտավորապես 1 միլիոն տոննա հելիում 3։ Դա էներգիա է 1000 տարիների համար։ Մաքուր, անվտանգ, գործնականում անսահմանափակ էներգիա։ Բայց հելիում 3-ը միայն սկիզբն է։ Հավերժական ստվերի մեջ կա նաև ջուր։ Ոչ հեղուկ ջուր, այլ սառույց, խառնված ռեգոլիթի հետ, պահպանված միլիարդավոր տարիներ։ Ջուր, որը կարող է ապահովել թթվածին շնչելու համար, ջրածին, վառելիքի համար և ամենակարևորը՝ կյանք մարդկային գաղութի համար։ 2023 թվականին Չինաստանի պետական կանխորհուրդը հաստատեց ծրագիր, որը պաշտոնապես կոչվում էր Միջազգային լուսնային հետազոտական կայան։ Բայց ամերիկյան հետախուզությունը ստացավ փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս ավելի մեծ ամբիցիաներ։ Ծրագիրը նախատեսում էր 3 փուլ, յուրաքանչյուրը ավելի հզոր, քան նախորդը։ Առաջին փուլը 2023-ից 2026 ռոբոտային հետախուզություն։ 6 առաքելություն, որոնք պետք է քարտեզագրեին ամբողջ հարավային բևեռը, գտնեին ամենահարուստ հելիում 3 պաշարները և փորձարկեին տեխնոլոգիաներ ռեսուրսների արդյունահանման համար։ Չանգե 6 թիվը եղավ այս փուլի գագաթնակետը, վայրէջք կատարելով ուղղակիորեն Էյթկեն ավազանի կենտրոնում։ Երկրորդ փուլը 2027-ից 2030 մարդկային ներկայություն։
4 առաքելություն թյուն, որոնք պետք է տեղափոխեին 12 տայկոնավտ լուսնի հարավային բևեռ։ Ոչ պարզապես այցելություն, ինչպես Ապոլլոն էր, այլ կայուն ներկայություն։ Յուրաքանչյուր առաքելություն 6 ամիս, յուրաքանչյուր նոր թիմ փոխարինելով նախորդին։ Անընդհատ մարդկային ներկայություն լուսնի վրա, առաջին անգամ պատմության մեջ։ Երրորդ փուլը 2030 թվականից հետո։ Ինքնաբավ գաղութ։ Կառույցներ, որոնք կարտադրեն սեփական թթվածինը, սեփական էներգիան, սեփական սնունդը։ Հելիում 3 հանքավայր, որը կսկսի արտահանել վառելիք դեպի երկիր։ Եվ ամենահամարձակ մասը՝ տիեզերանավերի կառուցման գործարան, որը կօգտագործի լուսնային ռեսուրսները, ստեղծելու նավեր ավելի խորը տիեզեր կուղարկելու համար։ Բայց երբ Վաշինգտոնը տեսավ այս պլանները, սկսվեց խուճապ։ Պենտագոնի վերլուծաբանները հաշվարկեցին, եթե Չինաստանը իսկապես ստեղծի գործող հելիում 3 հանքավայր լուսնի վրա, դա կփոխի համաշխարհային ուժերի հավասարակշռությունը։ Երկիր, որն ունի անսահմանափակ, մաքուր էներգիա, ունի ամեն ինչ։ Տնտեսական անկախություն, տեխնոլոգիական գերակայություն, ռազմական առավելություն։ 2025 թվականի մարտին ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը ներկայացրեց Սպիտակ տան անվտանգության խորհրդին զեկույց, որը դասակարգվեց որպես խիստ գաղտնի։ Զեկույցի վերնագիրը «Լուսնային սցենար, ազգային անվտանգության սպառնալիք»։ Հիմնական եզրակացությունը, եթե Միացյալ Նահանգները չգործեն հիմա անմիջապես, Չինաստանը կստանա անվերադարձ առավելություն տիեզերական տիրույթում։ Զեկույցը պարունակում էր սպուտնիկային լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս ավելին, քան Պեկինը պաշտոնապես ճանաչում էր։ Չանգե 6 մոդուլի մոտ երևում էին 3 լրացուցիչ կառույցներ։ Մեկը հստակորեն էներգետիկ կայան, արևային վահանակներով։ Երկրորդը հաղորդակցության անտենա, ավելի մեծ, քան ցանկացած նախորդ լուսնային առաքելությունում։ Երրորդը ինչ-որ բան, որը վերլուծաբանները չկարողացան նույնականացնել։ Կլոր կառույց, մոտավորապես 10 մետր տրամագծով, մասամբ ծածկված ռեգոլիթով։ Ինչ էր դա։ Պահեստ, լաբորատորիա, թե ինչ-որ բան ավելի մեծ։ Ամերիկյան հետախուզությունը սկսեց հետևել Չինաստանի տիեզերական գործունեության ռեժիմում 24 ժամ 7 օր։ Յուրաքանչյուր թռիչք դեպի լուսին, յուրաքանչյուր հաղորդակցություն երկրային կայանների հետ, յուրաքանչյուր փոփոխություն ծրագրերում։ Եվ այն, ինչ նրանք հայտնաբերեցին, եղավ ավելի անհանգստացնող, քան ցանկացած սպասում։ Չինաստանը չէր պարզապես կառուցում հետազոտական կայան, նրանք կառուցում էին ենթակառուցվածք։ Ճանապարհներ լուսնային մակերևույթին, վայրեջքի հարթակներ ապագա առաքելությունների համար, հաղորդակցության ցանց, որը ծածկում էր ամբողջ հարավային բևեռը։ Սա էր գաղութացում իր իսկական իմաստով։ Եվ ամենաշոկայինը՝ արագությունը։ Չինաստանը թռիչքներ էր իրականացնում դեպի լուսին յուրաքանչյուր 14 օրը մեկ։ Յուրաքանչյուր թռիչք տեղափոխում էր 2 տոննա բեռ, մոդուլներ, սարքավորումներ, նյութեր։ Հաշվարկները ցույց էին տալիս, որ մինչև 2030 թվականը Չինաստանը կունենա լուսնի վրա ավելի քան 100 տոննա ենթակառուցվածք։ Համեմատության համար ամբողջ Ապոլլո ծրագիրը տեղափոխեց լուսնի վրա ընդամենը 12 տոննա։ Բայց ինչու Ամերիկան ուշացավ։ Ինչպես երկիրը, որը առաջինը ուղարկեց մարդկանց լուսնի վրա, հայտնվեց այս մրցավազքում երկրորդ տեղում։ Պատասխանը սկսում է 2010 թվականից, երբ Բարակ Օբաման չեղարկեց Constellation ծրագիրը, ՆԱՍԱ-ի հիմնական նախաձեռնությունը վերադառնալու լուսնի վրա։ Որոշումը կայացվեց բյուջետային պատճառներով։ Տնտեսական ճգնաժամը պահանջում էր կրճատումներ, եւ լուսնի ծրագիրը թվում էր ավելորդ։ Մենք արդեն եղել էինք այնտեղ։ Ինչու վերադառնալ։ Այդ որոշումը եղավ ամենամեծ ռազմավարական սխալը վերջին 50 տարիների ընթացքում։ Մինչդեռ Չինաստանը հենց այդ տարում հաստատեց իր երկարաժամկետ լուսնային ծրագիրը։ Չանգե առաքելությունները սկսվեցին 2013 թվականին, առաջին փափուկ վայրեջքով լուսնի վրա վերջին 37 տարիների ընթացքում։ Եվ ի տարբերություն ամերիկյան ծրագրերի, որոնք փոխվում էին յուրաքանչյուր նոր վարչակազմի հետ, Չինաստանի ծրագիրը մնաց անփոփոխ։ 13 տարի անընդհատ առաջընթաց, 13 տարի կուտակված փորձ, 13 տարի տեխնոլոգիական զարգացում։ Արդյունքը 2026 թվականին Չինաստանն ունի լուսնի վրա ավելի շատ ակտիվ սարքավորումներ, քան բոլոր մյուս երկրները միասին։ Բայց Վաշինգտոնը վերջապես արթնացավ։ 2025 թվականի ապրիլին Կոնգրեսը հաստատեց Արտեմիս ծրագրի համար լրացուցիչ 15 միլիարդ դոլար։ Նպատակը՝ ուղարկել ամերիկացի տայկոնավտներ լուսնի հարավային բևեռ մինչև 2029 թվականը։ 3 տարի առաջ նախատեսված ժամկետից, բայց 3 տարի, դա երկար ժամանակ է տիեզերական մրցավազքում։ ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը ելույթ ունենալով Սենատի լսումներում ասաց.
Մենք չենք մրցում Չինաստանի հետ, մենք հետապնդում ենք գիտական նպատակներ։ Բայց նրա ձայնը տողում էր։ Եվ բոլորը սենյակում գիտեին ճշմարտությունը։ Սա մրցավազք էր, եւ Ամերիկան պարտվում էր։ Պենտագոնը սկսեց մշակել սեփական լուսնային ծրագիրը, անկախ ՆԱՍԱ-ից։ Ծածկագիր, լուսնային ամրոց։ Նպատակը՝ ռազմական ներկայություն լուսնի վրա։ Ոչ գիտական հետազոտություն, այլ ռազմավարական դիրք։ Հաղորդակցության կայաններ, որոնք կարող են վերահսկել ամբողջ երկրամերձ տիեզերքը։ Հետևման համակարգեր, որոնք կտեսնեն ամեն ինչ, ինչ տեղի է ունենում երկրի եւ լուսնի միջև։ Բայց ծրագիրը մնաց թղթի վրա։ Բյուջե չկար, տեխնոլոգիա չկար, եւ ամենակարևորը՝ ժամանակ չկար։ Մինչդեռ Չինաստանը շարունակում էր առաջ գնալ։ 2026 թվականի փետրվարին Չանգ-7 առաքելությունը տեղափոխեց լուսնի վրա առաջին փորձարարական հելիում 3 արդյունահանման սարքավորումը։ Ռոբոտ, որը կարող էր ջեռուցել լուսնային ռեգոլիթը, արտազազատել հելիում 3-ը եւ հավաքել այն հատուկ կոնտեյներներում։ Առաջին թեստերը տևեցին 7 օր։ Արդյունքը՝ 3 գրամ մաքուր հելիում 3։ 3 գրամ, որոնք արժեին մոտավորապես $5 միլիոն։ Եվ սա էր միայն սկիզբը։ Չինացի ինժեներները հաշվարկեցին, որ մեծացված տարբերակը, որը պլանավորվում էր տեղափոխել 2029 թվականին, կկարողանա արտադրել 1 կիլոգրամ օրական։ 1 կիլոգրամ օրական, 30 կիլոգրամ ամսական, 365 կիլոգրամ տարեկան, արժեքով ավելի քան $600 միլիարդ։ Եվ սա միայն մեկ հանքավայրից։ Բայց ամենակարևոր հարցը մնում էր անպատասխան. ինչպես տեղափոխել այս հելիում 3-ը երկիր։ Ռակետները, որոնք հիմա օգտագործվում էին, չէին կարող տեղափոխել բավարար քանակություն, դարձնելու գործարկումը շահավետ։ Պետք էր նոր տեխնոլոգիա, նոր տիեզերանավ։ Եվ հենց այստեղ Չինաստանը ցույց տվեց իր ամենահամարձակ քայլը։ 2025 թվականի դեկտեմբերին Չինաստանի տիեզերական գործակալությունը հրապարակեց նախագիծ լուսնային բեռնափոխադրող։ Տիեզերանավ, որը կկառուցվի ուղղակիորեն լուսնի վրա, օգտագործելով լուսնային ռեսուրսները։ Ալյումին լուսնային ռեգոլիթից, ծտվածին լուսնային սառույցից, վառելիք լուսնային ջրածնից։ Նավ, որը երբեք չի վայրեջ կատարի երկրի վրա, որը միշտ կմնա տիեզերքում, տեղափոխելով բեռ լուսնի եւ երկրի ուղեծիրի միջև, որը չի պետք է հաղթահարի երկրի ձգողականությունը, ամենաէներգատար մասը ցանկացած տիեզերական թռիչքի։ Հաշվարկները ցույց էին տալիս, որ նման նավը կարող է տեղափոխել 100 տոննա բեռ մեկ ամսում, օգտագործելով նույն էներգիան, որը հիմա ծախսում է 10 տոննա տեղափոխելու համար։ Սա էր խաղի փոփոխիչ։ Սա էր այն, ինչը կդարձներ լուսնային հանքարդյունաբերությունը իրական։ Եվ Ամերիկան չուներ նման ծրագիր, նույնիսկ թղթի վրա։ Բայց կար եւս մեկ խնդիր, որը ավելի խորն էր, քան տեխնոլոգիան կամ բյուջեն՝ միջազգային իրավունքը։ Ո՞վ է տիրապետում լուսնին։ Ով ունի իրավունք արդյունահանել դրա ռեսուրսները։ 1967 թվականի արտաքին տիեզերքի պայմանագիրը, որը ստորագրել են 110 երկրներ, ասում է, որ ոչ մի ազգ չի կարող հավակնել տիրապետության տիեզերական մարմինների նկատմամբ։ Լուսինը պատկանում է ամբողջ մարդկությանը։ Բայց պայմանագիրը ոչինչ չի ասում ռեսուրսների արդյունահանման մասին։ Եթե դու չես կարող տիրապետել լուսնին, կարող ես արդյունահանել դրա հելիում 3-ը։ Կարող ես վաճառել այն, կարող ես շահույթ ստանալ։ Ամերիկան ասում է այո։ 2015 թվականին Կոնգրեսը ընդունեց օրենք, որը թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին տիրապետել ռեսուրսներին, որոնք նրանք արդյունահանում են տիեզերքից։ Լյուքսեմբուրգը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ճապոնիան հետևեցին նույն ճանապարհով։ Բայց Ռուսաստանը եւ Չինաստանը մերժեցին այս մոտեցումը։ Նրանք պնդեցին, որ տիեզերական ռեսուրսները պետք է կառավարվեն միջազգային համակարգով, նման օվկիանոսների հատակին։ Եվ հիմա, երբ Չինաստանը փաստացի սկսեց արդյունահանել հելիում 3, այս իրավական վեճը դարձավ իրական ճգնաժամ։ Միավորված ազգերի կազմակերպության տիեզերական գործերի գրասենյակը կազմակերպեց շտաբ նիստ 2026 թվականի մարտին։ 115 երկրների ներկայացուցիչներ հավաքվեցին Վիեննայում քննարկելու լուսնային ռեսուրսների կառավարման հարցը։ Նիստը վերածվեց բախման։ Չինաստանի դեսպան Լի Ժենգը հայտարարեց. «Մենք չենք խախտում ոչ մի միջազգային պայմանագիր։ Մենք չենք հավակնում տիրապետության լուսնի նկատմամբ։ Մենք պարզապես օգտագործում ենք ռեսուրսներ, որոնք ազատ հասանելի են բոլորին։ Եթե այլ երկրներ ցանկանում են անել նույնը, նրանք ողջունելի են»։ Ամերիկայի դեսպան Ռիչարդ Մորնինգստարը պատասխանեց. «Հարցը ոչ թե իրավական է, այլ գործնական։ Չինաստանը ստեղծում է փաստացի մենաշնորհ լուսնի ամենաարժեքավոր ռեսուրսների նկատմամբ։ Սա հակասում է տիեզերքի խաղաղ օգտագործման սկզբունքին»։
Ռուսաստանի ներկայացուցիչը առաջարկեց ստեղծել միջազգային կոնսորցիում, բոլոր երկրների մասնակցությամբ։ Բրազիլիան պահանջեց մորատորիում, մինչև նոր միջազգային պայմանագրի ստորագրումը։ Հնդկաստանը հայտարարեց, որ պատրաստվում է սկսել սեփական լուսնային ծրագիրը։ Նիստը ավարտվեց առանց որևէ որոշման, առանց համաձայնության, առանց պլանի, եւ Չինաստանը շարունակեց իր աշխատանքը լուսնի վրա։ Բայց ամենաանհանգստացնող մասը չէր իրավական վեճը։ Ամենաանհանգստացնող մասը եղավ այն, ինչ տեղի ունեցավ 2026 թվականի ապրիլի 21-ին։ Ամերիկյան հետախուզական Սպուտնիկը, որը մշտապես մոնիտորինգ էր անում լուսնի հարավային բևեռը, գրանցեց անսովոր ակտիվություն։ Չինական մոդուլից դուրս եկավ ինչ-որ բան։ Ռոբոտ, բայց ոչ նման նախորդներին, ավելի մեծ, ավելի բարդ, եւ այն սկսեց շարժվել դեպի մի տարածք, որը չէր ներառված Չինաստանի հրապարակված պլաններում։ Սպուտնիկը հետևեց ռոբոտին 3 օր։ Այն անցավ 15 կիլոմետր, շրջանցելով կրատերները եւ ժայռերը, եւ վերջապես կանգ առավ մի տեղում, որտեղ ամերիկյան գիտնականները երբեք չէին սպասում տեսնել չինական ակտիվություն։ Շակլետ գելական ակտիվություն, Շակլետոն կրատերը։ Կրատեր, որը ՆԱՍԱ-ն դիտարկում էր որպես իր ապագա բազայի տեղակայման հիմնական թեկնածու։ Ռոբոտը սկսեց փորել։ Երբ Պենտագոնի վերլուծական կենտրոնում տեսան, թե ինչ է անում չինական ռոբոտը Շակլետոն կրատերում, սենյակում տիրեց լռություն։ Ոչ թե անհանգստության լռություն, ոչ թե զարմանքի, այլ այն տեսակի լռություն, որը տիրում է, երբ ամենավատ սցենարը, որի մասին դու միայն կասկածում էիր, հանկարծ դառնում է իրականություն։ Գնդապետ Ջեյմս Դիկինսոնը, Ամերիկայի տիեզերական հրամանատարության ղեկավարը, նայեց էկրանին եւ տեսավ ոչ միայն ռոբոտ։ Նա տեսավ ռազմավարական աղետ։ Տեսավ, թե ինչպես 60 տարվա ամերիկյան տիեզերական գերակայությունը փլուզվում է իր աչքի առջև։ Եվ ամենավատը, նա գիտեր, որ կանգնեցնել այս գործընթացը արդեն անհնար էր։ Շակլետոն կրատերը չէր պարզապես եւս մեկ հետաքրքիր տեղ լուսնի վրա։ Սա էր ամենակարևոր ռազմավարական կետը ամբողջ հարավային բևեռում։ Կրատեր, որի եզրերը գրեթե ամբողջ տարին լուսավորվում են արևից, իդեալական էներգետիկ աղբյուր արևային վահանակների համար։ Կրատեր, որի հատակը պարունակում է ջրային սառույցի ամենամեծ կենտրոնացումը ըստ ՆԱՍԱ-ի 2023 թվականի քարտեզագրման։ Կրատեր, որը գտնվում է հենց այն տեղում, որտեղ հատվում են 3 հիմնական երթուղիներ դեպի Էյտկեն ավազանի հելիում 3 հանքավայրերը։ Ով տիրապետում էր Շակլետոնին, տիրապետում էր ամբեր ամբողջ հարավային բևեռին, եւ հիմա Չինաստանը հենց դա էր անում։ Բայց ամերիկյան հետախուզությունը դեռ չգիտեր ամենակարևորը։ Չինական ռոբոտը փորում էր ոչ թե պարզապես հետազոտության համար, այն տեղադրում էր ինչ-որ բան։ 2 օր անց, երբ բարձր լուծաչափ Սպուտնիկը անցավ Շակլետոնի վրայով, վերլուծաբանները տեսան փոքր կառույց, մոտավորապես 2 մետր բարձրությամբ, մետաղական սյուն, ծածկված արևային վահանակներով, եւ վերևում անտենա, որը ուղղված էր ուղղակիորեն դեպի երկիր։ Սա էր հաղորդակցության կայան, սա էր հայտարարություն, սա էր արտարարություն ասում։ Մենք այստեղ ենք, մենք մնում ենք, եւ այս տարածքը հիմա մերն է։ 2026 թվականի ապրիլի 26-ին, ժամը 11-ը երեկոյան Վաշինգտոնի ժամանակով, Սպիտակ տան իրավիճակային սենյակում հավաքվեցին 12 մարդ։ Նախագահ Ջո Բայդենը նստած էր սեղանի գլխում, դեմքը լարված, աչքերը հոգնած։ Նրա աջ կողմում պաշտպանության նախարար Լլոյդ Օստին, ձախ կողմում պետքարտուղար Էնթոնի Բլինկեն, եւ շուրջը մարդիկ, որոնց աշխատանքն էր կանխատեսել եւ կանխարգելել ճգնաժամերը։ Բայց այս ճգնաժամը ոչ ոք չէր կանխատեսել։ Բիլ Նելսոնը, ՆԱՍԱ-ի ադմինիստրատորը, բացեց ներկայացումը։ Պարոն նախագահ, իրավիճակը ավելի լուրջ, քան մենք սկզբում կարծում էինք։ Չինաստանը ոչ միայն տեղադրել է հաղորդակցության կայան Շակլետոնում, մեր վերջին տվյալները ցույց են տալիս, որ նրանք տեղափոխել են նաև 2 լրացուցիչ ռոբոտ։ Մեկը սկսել է կառուցել վայրեջքի հարթակ, մյուսը փորում է, հավանաբար ջրային սառույցի հետազոտության համար։ Նախագահը ընդհատեց. Որքան ժամանակ է պետք մեզ, որ ուղարկենք մեր սեփական առաքելությունը այնտեղ։ Լռություն։ Երկար, անհարմար լռություն։ Վերջապես Նելսոնը պատասխանեց. Արտեմիս 3 առաքելությունը, որը պետք է վայրեջք կատարի հարավային բևեռում, պլանավորված է 2029 թվականի սեպտեմբերին։ Սա ամենարագ հնարավոր ժամկետն է, հաշվի առնելով անվտանգության պահանջները եւ 3 տարի, նախագահը թեթևակի հարվածեց սեղանին։ Նրանք կունենան այնտեղ ամբողջ քաղաք 3 տարում։ Պարոն նախագահ, Լլոյդ Օստինը միացավ զրույցին։ Մենք ունենք այլընտրանքային տարբերակ։ Տիեզերական ուժերը կարող են արագացված ռեժիմով պատրաստել առաքելություն, ոչ մարդկային, ռոբոտային։ Նպատակը՝ տեղադրել մեր սեփական սարքավորումները Շակլետոնում, մինչև Չինաստանը ամրապնդի իր դիրքերը։ Ժամկետը 6 ամիս։ Պետքարտուղար Բլինկենը ցնցեց գլուխը։
Սա կլինի ուղղակի բախում։ Մենք կտեղադրենք մեր սարքավորումները մի քանի մետր հեռավորության վրա չինականներից։ Ինչ կլինի, երբ նրանց ռոբոտները հանդիպեն մերիններին։ Ինչ կլինի, եթե տեղի ունենա պատահական բախում։ Ուրեմն, թողնենք նրանց տիրանալ ամբողջ հարավային բևեռին, Օստինը բարձրացրեց ձայնը։ Թողնենք նրանց ստեղծել փաստացի գաղութ, մինչդեռ մենք նստած քննարկում ենք դիվիվանագիտական հետևանքները։ Նախագահը բարձրացրեց ձեռքը, կանգնեցնելով վեճը։ Ինձ պետք են տարբերակներ, ոչ թե փիլիսոփայություն, կոնկրետ տարբերակներ, կոնկրետ ժամկետներով եւ կոնկրետ հետևանքներով։ Հաջորդ 2 ժամվա ընթացքում նրանք քննարկեցին 5 սցենար։ Յուրաքանչյուրը ավելի ռիսկային, քան նախորդը, յուրաքանչյուրը ավելի քիչ հավանական հաջողության։ Եվ երբ նիստը ավարտվեց, միակ որոշումը, որին հասան, եղավ հետաձգել որոշումը։ Բայց Չինաստանը չէր հետաձգում։ 2026 թվականի մայիսի 2-ին Պեկինը պաշտոնապես հայտարարեց Շակլետոն կրատերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտական հետազոտական գոտի անվանելու մասին։ Հայտարարությունը ներառում էր քարտեզ, որը ցույց էր տալիս 10 կիլոմետր շառավղով տարածք կրատերի կենտրոնից։ Տարածք, որտեղ այլ երկրների գործունեությունը պետք է համակարգվի Չինաստանի տիեզերական վարչության հետ, անվտանգության եւ գիտական ծրագրերի միջամտության կանխարգելման նպատակով։ Սա էր միակողմանի հայտարարություն տիրապետության մասին, սա էր ուղղակի խախտում արտաքին տիեզերքի պայմանագրի, եւ սա էր ստուգում, արդյոք Ամերիկան իսկապես պատրաստ է պաշտպանել իր շահերը տիեզերքում երգում։ Պատասխանը եկավ անսպասելի ուղղությունից։ Մայիսի 7-ին SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հրապարակեց Twitter-ում հայտարարություն, որը ցնցեց եւ Վաշինգտոնը եւ Պեկինը։ SpaceX պատրաստ է տեղափոխել բեռ լուսնի հարավային բևեռ 60 օրվա ընթացքում։ Ցանկացած հաճախորդի համար, ցանկացած տեղ։ Առաջին թռիչքը հուլիսի 15-ին։ Գինը $150 միլիոն։ Սա էր ոչ թե պարզապես գովաստ, սա էր ռազմավարական առաջարկ, եւ Պենտագոնը հասկացավ դա անմիջապես։ Մայիսի 9-ը գաղտնի նիստում Պենտագոնում Լոյդ Օստինը հանդիպեց Իլոն Մասկի հետ։ Նիստը տևեց 3 ժամ։ Երբ այն ավարտվեց, SpaceX-ը ստացավ պայմանագիր $250 միլիոն չափով լուսնային արագ արձագանքման առաքելության համար։ Նպատակը՝ տեղափոխել Շակլետոն կրատեր ամերիկյան սարքավորումներ, մինչև Չինաստանը ամրապնդի իր դիրքերը։ Ժամկետը 60 օր։ Բեռը 3 ռոբոտ, 1 հաղորդակցության կայան եւ մի բան, որի մասին պաշտոնապես չխոսեցին՝ հետևման համակարգ, որը կկարողանա մոնիտորինգ անել ամբողջ չինական գործունեությունը հարավային բևեռում։ Բայց երբ լուրը արտահոսեց մամուլ եւ այն անխուսափելիորեն արտահոսեց, սկսվեց այն, ինչը պատմաբանները հետագայում կանվանեին լուսնային ճգնաժամ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց հայտարարություն, որը բնութագրում էր ամերիկյան պլանները որպես ագրեսիվ գործողություն, որը վտանգում է տիեզերքի խաղաղ օգտագործումը։ Ռուսաստանը միացավ քննադատությանը, կոչ անելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին շտապ նիստ գումարել։ Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարեց խորը անհանգստության մասին, բայց ամենակարևորը եղավ Չինաստանի գործնական արձագանքը։ Մայիսի 12-ին 3 չինական ռոբոտ միաժամանակ սկսեցին շարժվել դեպի Շակլետոն կրատերի եզրերը։ Նրանք տեղադրեցին 6 նոր հաղորդակցության կայան, ստեղծելով ամբողջական ցանց, որը ծածկում էր ամբողջ 10 կիլոմետր շառավղով տարածքը։ Եվ ամենակարևորը, նրանք սկսեցին կառուցել ինչ-որ բան, որը ամերիկյան վերլուծաբանները չկարողացան անմիջապես նույնականացնել։ 2 երկար կառույց, յուրաքանչյուրը մոտավորապես 50 մետր երկարությամբ։ Զուգահեռ միմյանց, միացված խաչաձև կառուցվածքներով։ Երբ կառուցումը ավարտվեց, ամերիկյան հետախուզությունը վերջապես հասկացավ, թե ինչ է դա։ Վայրեջքի թռիչքուղի։ Ուղենիշներ ապագա մարդկային առաքելությունների համար։ Ենթակառուցվածք, որը ցույց էր տալիս, Չինաստանը պատրաստվում է ոչ թե ռոբոտային հետազոտության, այլ մշտական մարդկային ներկայության։ Եվ նրանք կառուցում էին դա ավելի արագ, քան ցանկացած մարդ կարող էր պատկերացնել։ Բայց ինչպես։ Ինչպես էին նրանք տեղափոխում այսքան շատ սարքավորումներ այսքան արագ։ Պատասխանը եկավ անսպասելի աղբյուրից, ճապոնական հետախուզությունից, որը մոնիտորինգ էր անում չինական տիեզերական թռիչքները։ Չինաստանը օգտագործում էր նոր տեխնոլոգիա, տիեզերական էլևատոր չէ, բայց ինչ-որ բան նմանատիպ։ Երկար թելեր, պատրաստված գրաֆենից, ամենաամուր նյութից, որը երբևէ ստեղծվել է։ Թելեր, որոնք կապում էին լուսնի մակերևույթը ցածր ուղեցրում գտնվող տիեզերական կայանի հետ։ Սկզբունքը պարզ էր։ Փոքր կապսուլներ բարձանում էին այս թելերով, օգտագործելով էլեկտրական շարժիչներ։ Ոչ ռակետներ, ոչ վառելիք, պարզապես էլեկտրականություն, արևային վահանակներից։ Յուրաքանչյուր կապսուլ կարող էր տեղափոխել 500 կիլոգրամ բեռ, եւ նրանք կարող էին շարժվել անընդհատ 24 ժամ 7 օր։
Հաշվարկները ցույց էին տալիս, որ նման համակարգը կարող էր տեղափոխել 10 տոննա բեռ շաբաթական, օգտագործելով էներգիա, որը սովորական ռակետը ծախսում էր 1 տոննա տեղափոխելու համար։ Սա էր հեղափոխություն։ Սա էր այն, ինչը փոխում էր տիեզերական տրանսպորտի ամբողջ տնտեսությունը, եւ Չինաստանը արդեն օգտագործում էր այն։ Երբ այս տեղեկատվությունը հասավ Վաշինգտոն, Պենտագոնում սկսվեց նոր ճգնաժամային նիստ, բայց այս անգամ մթնոլորտը էր այլ։ Ոչ թե անհանգստություն, ոչ թե վախ, այլ ինչ-որ բան ավելի վտանգավոր՝ հուսահատություն։ Մենք պարտվել ենք, մի բարձրաստիճան սպա հարցրեց այն հարցը, որը բոլորը մտածում էին, բայց ոչ ոք չէր համարձակվում ասել. լռություն։ Վերջապես Բիլ Նելսոնը խոսեց. ոչ, մենք չենք պարտվել, բայց մենք պետք է փոխենք խաղի կանոնները։ Մենք չենք կարող մրցել Չինաստանի հետ նրանց սեփական դաշտում, օգտագործելով նրանց սեփական մեթոդները։ Մենք պետք է անենք այն, ինչում լավագույնն ենք՝ նորարարություն։ Ինչ տեսակի նորարարություն, Օստինը հարցրեց։ Մենք պետք է գնանք այնտեղ, որտեղ Չինաստանը դեռ չէ։ Ոչ թե Շակլետոն, ոչ թե հարավային Բևեր, այլ ինչ-որ տեղ, որտեղ ռեսուրսները ավելի հարուստ են, բայց հասանելիությունը ավելի դժվար։ Տեղ, որտեղ մեր տեխնոլոգիական առավելությունը կարող է լինել որոշիչ։ Որտեղ, նախագահը հարցրեց։ Նելսոնը բացեց քարտեզ լուսնի հեռավոր կողմի եւ մատնացույց արեց մի կրատեր, որը գտնվում էր հենց հակառակ կողմում, Շակլետոնից։ Էյթկեն ավազանի կենտրոնը։ Ամենախորը կրատերը լուսնի վրա, տեղ որտեղ հելիում 3 կոնցենտրացիան 3 անգամ ավելի բարձր է, քան Շակլետոնում, բայց տեղ որտեղ հաղորդակցությունը երկրի հետ անհնար է առանց ռելեային սպուտնիկների, տեղ որտեղ արևային էներգիա անբավարար է, պետք է ատոմային ռեակտոր, տեղ որտեղ ամեն ինչ ավելի դժվար է, ավելի ռիսկային է, ավելի թանկ է։ Ուրեմն ինչու գնալ այնտեղ, ինչ որ մեկը հարցրեց։ Որովհետև, Նելսոնը պատասխանեց, եթե մենք հաջող ենք այնտեղ, մենք կկարողանանք գնալ ցանկացած տեղ։ Եթե մենք կարողանանք ստեղծել ինքնաբավ բազա ամենադժվար պայմաններում, մենք կստանանք տեխնոլոգիաներ, որոնք Չինաստանը չունի, եւ ամենակարևորը, մենք կստանանք ռեսուրսներ, որոնք արժեն այս ռիսկը։ Սենյակում սկսվեց քննարկություն, բայց այս անգամ քննարկությունը ներայլ, ոչ թե վեճ, այլ պլանավորում, կոնկրետ, տեխնիկական, մանրամասն պլանավորում։ Եվ երբ նիստը ավարտվեց, Ամերիկան ուներ նոր ռազմավարություն։ Ռազմավարություն, որը չէր փորձում կրկնել Չինաստանի հաջողությունը, այլ ստեղծել սեփական ճանապարհը։ Բայց մինչ Վաշինգտոնը պլանավորում էր ապագան, լուսնի վրա տեղի էր ունենում ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Մայիսի 19-ը, ժամը 3:20 ցերեկով, Պեկինի ժամանակով, Չինաստանի տիեզերական վարչության վերահսկման կենտրոնում ստացվեց ազդանշան, որը ոչ ոք չէր սպասում։ Չանգե 6 մոդուլից, որը գտնվում էր Էյթկեն ավազանում, եկավ ավտոմատ հաղորդագրություն, անսովոր նմուշ հայտնաբերված, պահանջվում է լրացուցիչ վերլուծություն։ Սա էր ստանդարտ հաղորդագրություն, որը ռոբոտը ուղարկում էր, երբ հայտնաբերում էր ինչ-որ բան, որը չէր համապատասխանում նախապես ծրագրավորված պարամետրերին։ Սովորաբար դա նշանակում էր անսովոր քիմիական կազմ կամ անսպասելի ֆիզիկական հատկություններ։ Բայց այս անգամ, երբ գիտնականները վերլուծեցին տվյալները, նրանք տեսան ինչ-որ բան, որը չէր պետք է լիներ այնտեղ։ Կառույց, ոչ բնական ձևավորում, ոչ ժայռ, ոչ կրատեր, այլ ինչ-որ բան, որը ուներ երկրաչափական ձև։ Ինչ-որ բան, որը թաղված էր լուսնային ռեգոլիթի տակ, 3 մետր խորությամբ։ Ինչ-որ բան, որը արտացում էր թույլ էլեկտրամագնիսական ազդանշան։ Առաջին արձագանքը եղավ կասկած, սարքավորումների սխալ, ծրագրային սխալ, կեղծ ազդանշան։ Բայց երբ երկրորդ ռոբոտը հաստատեց տվյալները, կասկածը փոխարինվեց շփոթությամբ։ Եվ երբ երրորդ ռոբոտը սկսեց փորել եւ հասավ կառույցին, շփոթությունը փոխարինվեց ինչ-որ բանով, որը չինացի գիտնականները երբեք չէին զգացել՝ վախ։ Որովհետև այն, ինչ նրանք տեսան, չէր պետք է լիներ այնտեղ։ Ոչ չինական, ոչ ամերիկյան, ոչ ռուսական, ոչ մի երկրի, որը երբևէ ուղարկել էր ինչ-որ բան լուսնի վրա։ Սա էր ինչ-որ բան հին, շատ հին, եւ ինչ-որ բան, որը ակնհայտորեն ստեղծված էր բանականության կողմից։ Պեկինի տիեզերական վարչության տնօրեն Ժանգ Ժիջյանը անմիջապես դասակարգեց տեղեկատվությունը որպես բացարձակ գաղտնի։ Նա հրամայեց բոլոր ռոբոտներին դադարեցնել փորումները եւ սպասել հրահանգներին։ Եվ նա անմիջապես զանգահարեց Պեկին, ուղղակիորեն պետական խորհրդի անդամներին։ Բայց գաղտնիքները չեն մնում գաղտնի երկար, հատկապես երբ դրանք այդքան մեծ են։ Ամերիկյան հետախուզական Սպուտնիկը, որը մոնիտորինգ էր անում չինական գործունեությունը, նկատեց, որ բոլոր 3 ռոբոտները հանկարծ դադարեցին շարժվել, միաժամանակ, եւ մնացին անշարժ ավելի քան 6 ժամ։ Սա էր անսովոր։
Չինական ռոբոտները միշտ շարժվում էին, օպտիմալացնելով էներգիայի օգտագործումը։ Անշարժությունը նշանակում էր կամ տեխնիկական խնդիր, կամ ինչ-որ բան ավելի կարևոր։ ԿՀՎ-ի վերլուծաբանները սկսեցին ուսումնասիրել վերջին ժամերի տվյալները, եւ նրանք նկատեցին ինչ-որ բան հետաքրքիր։ Հենց նախքան ռոբոտների անշարժությունը, մեկը փորել էր մի տեղում, որտեղ սպուտնիկային տվյալները ցույց էին տալիս անսովոր էլեկտրամագնիսական անոմալիա։ Անոմալիա, որը չէր նշված ոչ մի նախորդ քարտեզում։ Անոմալիա, որը հայտնվել էր միայն վերջին բարձր լուծաչափ սկանավորումներում։ Անոմալիա, որը ուներ բնութագրեր, որոնք չէին համապատասխանում ոչ մի հայտնի լուսնային երևույթի։ CIA-ի տնօրեն Ուիլյամ Բերնեսը ստացավ զեկույցը մայիսի 20-ին։ Նա կարդաց այն 2 անգամ, եւ երկրորդ անգամ կարդալուց հետո նա վերցրեց անվտանգ հեռախոսը եւ զանգահարեց Սպիտակ տուն։ «Պարոն նախագահ», նա ասաց, «մենք ունենք իրավիճակ։ Չինաստանը հայտնաբերել է ինչ-որ բան լուսնի վրա, ինչ-որ բան, որը նրանք փորձում են թաքցնել։ Եվ ըստ մեր նախնական վերլուծության, սա ինչ-որ բան է, որը կարող է փոխել ամեն ինչ, ինչ մենք գիտենք լուսնի մասին»։ Նախագահը լռեց մի քանի վայրկյան, ապա հարցրեց. «Որքան վստահ եք»։ 80%, Բերնեսը պատասխանեց։ «Բայց եթե ես սխալվում եմ, ապա Չինաստանը պարզապես կատարում է ամենամեծ գաղտնիության գործողությունը իր պատմության մեջ, առանց ակնհայտ պատճառի, եւ դա նույնպես անհանգստացնող է»։ «Հավաքեք թիմ», նախագահը հրամայեց, «լավագույն մարդիկ, աստղաֆիզիկա, երկրաբանություն, հնագիտություն, հետախուզություն։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է այնտեղ, եւ ես ուզում եմ իմանալ, մինչեւ Չինաստանը որոշի, թե ինչ անել դրա հետ»։ Հաջորդ 36 ժամվա ընթացքում Վաշինգտոնում հավաքվեց թիմ, որը ներառում էր 17 լավագույն մասնագետներ տարբեր ոլորտներից։ Նրանց տրվեցին բոլոր հասանելի տվյալները՝ սպուտնիկային լուսանկարներ, էլեկտրամագնիսական սկանավորումներ, սեյսմիկ տվյալներ եւ նույնիսկ մի քանի գաղտնի ձայնագրություններ չինական հաղորդակցություններից, որոնք ԱԱՑՑ-ն ընդհատել էր։ Վերլուծությունը տևեց 3 օր։ 3 օր ինտենսիվ աշխատանքի, վեճերի, հիպոթեզների եւ հերքումների։ Եվ վերջում նրանք հասան եզրակացության, որը եղավ միաժամանակ հրապարակային եւ սարսափելի։ Էյթկեն ավազանում 3 մետր խորությամբ լուսնային ռեգոլիթի տակ կար կառույց, որը ստեղծվել էր մոտավորապես 3 միլիարդ տարի առաջ։ Կառույց, որը պատրաստված էր նյութից, որը չգոյություն ունի լուսնի վրա բնական ձևով։ Կառույց, որը արտածում էր էլեկտրամագնիսական ազդանշաններ, որոնք ունեին կանոնավոր կրկնվող նախշ։ Կառույց, որը ակնհայտորեն ստեղծվել էր բանականության կողմից, բայց ոչ մարդկային բանականության։ Երբ այս եզրակացությունը ներկայացվեց նախագահին, սենյակում տիրեց լռություն, որը թվում էր տևում հավերժություն։ Վերջապես նախագահը հարցրեց այն հարցը, որը բոլորը մտածում էին. «Եթե սա ճիշտ է, ապա ինչու Չինաստանը թաքցնում է դա։ Ինչու չի հայտարարում աշխարհին։ Սա կլիներ ամենամեծ գիտական հայտնագործությունը պատմության մեջ»։ Աստղաֆիզիկոս Ալան Շտերնը, որը ղեկավարում էր վերլուծական թիմը, պատասխանեց. «Երկու հնարավոր պատճառ։ Առաջինը, նրանք դեռ չեն վստահ։ Նրանք ուզում են ավելի շատ տվյալներ, նախքան հրապարակային հայտարարություն անելը։ Երկրորդը, նրանք ուզում են ունենալ բացառիկ հասանելիություն այս կառույցին։ Եթե աշխարհը իմանա, ՄԱԿ-ը կպահանջի միջազգային հետազոտություն։ Բայց եթե Չինաստանը պահի գաղտնիքը, նրանք կկարողանան ուսումնասիրել այն առանց միջամտության»։ «Որքան ժամանակ նրանք կարող են պահել գաղտնիքը», նախագահը հարցրեց։ «Ոչ երկար», Բերնեսը պատասխանեց։ «Մեր սպուտնիկները տեսնում են ամեն ինչ, եւ եթե նրանք շարունակեն փորել, մենք կտեսնենք։ Բացի այդ, նման գաղտնիքը չի կարող մնալ գաղտնի, ներգրավված են հարյուրավոր մարդիկ։ Ինչ-որ մեկը կխոսի, միշտ ինչ-որ մեկը խոսում է»։ Եվ նա ճիշտ էր։ Մայիսի 25-ին չինական սոցիալական ցանցում հայտնվեց գրառում, որը ջնջվեց 3 րոպե անց։ Բայց 3 րոպեն բավական էր, որ այն տարածվեր։ Գրառումը պարունակում էր մեկ նախադասություն. «Նրանք գտել են ինչ-որ բան լուսնի վրա, ինչ-որ բան հին, ինչ-որ բան, որը չի պետք է լիներ այնտեղ»։ Գրառումը կատարել էր ինչ-որ մեկը, ով աշխատում էր Պեկինի տիեզերական վարչությունում։ Ով ճշգրիտ երբեք չպարզվեց։ Բայց վնասը արդեն պատճառված էր։ Հաջորդ 24 ժամվա ընթացքում գրառումը տարածվեց ամբողջ աշխարհում։ Լրատվական գործակալությունները սկսեցին հետաքննություն։ Գիտնականները սկսեցին սպեկուլյացիաներ, եւ Չինաստանի կառավարությունը հայտնվեց իրավիճակում, որտեղ լռելությունը դարձավ անհնար։ Մայիսի 26-ին Չինաստանի տիեզերական վարչությունը հրապարակեց պաշտոնական հայտարարություն։ Հայտարարությունը խնայողաբար ձևակերպված էր եւ խուսափում էր կոնկրետ մանրամասներից, բայց հիմնական կետը հստակ էր։ Չանգե 6 առաքելությունը հայտնաբերել էր անսովոր երկրաբանական ձևավորում, որը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն։ Անսովոր երկրաբանական ձևավորում։
Ոչ արհեստական կառույց, ոչ օտարերկրյա տեխնոլոգիա, պարզապես անսովոր երկրաբանություն։ Բայց ոչ ոք չհավատաց։ Հատկապես երբ անկախ վերլուծաբանները սկսեցին ուսումնասիրել հրապարակային սպուտնիկային տվյալները եւ հայտնաբերեցին նույն էլեկտրամագնիսական անոմալիան, որը ԿՀՎ-ն արդեն գտել էր։ Աշխարհը պահանջում էր պատասխաններ, եւ Չինաստանը չուներ պատասխաններ, որոնք կբավարարեին բոլորին։ Բայց մինչ աշխարհը կենտրոնացած էր Էյթկեն ավազանի գաղտնիքի վրա, Շակլետոն կրատերում տեղի էր ունենում ինչ-որ բան, որը կարող էր ավելի կարևոր լինել։ Առաջին ուղակի բախումը ամերիկյան եւ չինական տիեզերական ծրագրերի միջև։ Հունիսի 2-ին SpaceX-ի Starship տիեզերանավը, որը տեղափոխում էր ամերիկյան սարքավորումները, մտավ լուսնի ուղեծիր։ Վայրէջքը պլանավորված էր հունիսի 4-ին, ուղղակիորեն Շակլետոն կրատերի հյուսիսային եզրում։ Տեղ, որը գտնվում էր ճիշտ 10 կիլոմետր հեռավորության վրա չինական գիտական հետազոտական գոտուց։ Տեխնիկապես սա չէր խախտում Չինաստանի միակողմանի հայտարարությունը, բայց գործնականում սա էր ուղղակի մարտահրավեր։ Հունիսի 3-ին 24 ժամ մինչև պլանավորված վայրէջքը Չինաստանի տիեզերական վարչությունը ուղարկեց պաշտոնական նամակ ՆԱՍԱ-ին։ Նամակը խնդրում էր հետաձգել վայրէջքը, անվտանգության նկատառումներից ելնելով։ Նամակը նշում էր, որ չինական ռոբոտները կատարում են զգայուն գիտական գործողություններ, որոնք կարող են խանգարվել ամերիկյան տիեզերանավի վայրէջքի ազդեցությունից։ ՆԱՍԱ-ն պատասխանեց, որ վայրէջքի տեղը գտնվում է միջազգային ջրերում, ավելի ճիշտ միջազգային տիեզերքում, եւ որ ամերիկյան առաքելությունը չի խախտում ոչ մի միջազգային պայմանագիր։ Չինաստանը պատասխանեց ավելի կոշտ հաղորդագրությամբ, նախազգուշացնելով, որ ցանկացած միջադեպ կլինի ամերիկյան կողմի պատասխանատվությունը։ Եվ հունիսի 4-ին ժամը 11:25 առավոտյան Հյուստոնի ժամանակով SpaceX-ի Starship-ը սկսեց իջնել դեպի լուսնի մակերևույթ։ Վայրէջքը տևեց 11 րոպե։ 11 րոպե, երբ ամբողջ աշխարհը դիտում էր ուղիղ եթերով։ 11 րոպե, երբ Վաշինգտոնը եւ Պեկինը պահում էին շունչը։ Եվ երբ Starship-ը վերջապես դիպավ լուսնի մակերևույթին, երբ փոշին հանդարտվեց, երբ տեսախցիկները ցույց տվեցին հաջող վայրէջք, երկու վերահսկման կենտրոններում տիրեց ոչ թե ուրախություն, այլ լարվածություն։ Որովհետև հիմա սկսվում էր իսկական փորձությունը։ Հիմա երկու տերություններ էին լուսնի վրա, 10 կիլոմետր հեռավորության վրա միմյանցից։ Երկու տերություններ, հակառակ շահերով։ Երկու տերություններ, առանց հստակ կանոնների, թե ինչպես վարվել։ Եվ ոչ ոք չգիտեր, թե ինչ կլինի հաջորդը։ Հունիսի 5, 2026, լուսնի հարավային բևեռ։ Երկու ռոբոտային համակարգ, 10 կիլոմետր հեռավորության վրա միմյանցից։ Երկու տերություն, որոնք դեռ պաշտոնապես խաղաղության մեջ են երկրի վրա, բայց լուսնի վրա, անորոշ պատերազմի եզրին։ Ամերիկյան Starship-ից դուրս եկավ առաջին ռոբոտը, ինքնավար շարժական համակարգ, որը կոչվում էր Atlas 7։ 6 անիվ, 2 մանիպուլյատոր, 12 տեսախցիկ եւ արհեստական բանականության համակարգ, որը վերապատրաստված էր ոչ միայն գիտական հետազոտության, այլև իրավիճակային գնահատման համար։ Պենտագոնի ժարգոնով սա նշանակում է, որ ռոբոտը կարող էր ճանաչել սպառնալիքներ եւ ավարձագանքել դրանց։ Atlas 7-ը սկսեց շարժվել դեպի հարավ, ուղղակիորեն դեպի Շակլետոն կրատերի կենտրոնը։ Նրա առաքելությունը պաշտոնապես ձևակերպված էր որպես երկրաբանական հետազոտություն եւ ջրային սառույցի նմուշառում։ Բայց բոլորը գիտեին իսկական նպատակը՝ հասնել կրատերի կենտրոնին, նախքան չինական ռոբոտները ամրապնդեն իրենց դիրքերը։ Պեկինի տիեզերական վերահսկման կենտրոնում, երբ տեսան ամերիկյան ռոբոտի շարժումը, անմիջապես հրամայեցին 3 չինական ռոբոտներին փոխել ուղղությունը։ Նրանք դադարեցին փորել Էյթկեն ավազանում, այն տեղում, որտեղ հայտնաբերել էին հին կառույցը, եւ սկսեցին շարժվել դեպի Շակլետոն։ Երկու ռոբոտային համակարգեր մոտենում էին միմյանց։ Յուրաքանչյուր ժամ նրանց միջև հեռավորությունը կրճատվում էր 1 կիլոմետրով, եւ ոչ մի կողմ չէր պատրաստվում կանգ առնել։ Հյուստոնի ՆԱՍԱ-ի վերահսկման կենտրոնում թերթուղի Ջեյք Մորիսոնը, որը վերահսկում էր Atlas 7-ը, տեսավ իր էկրանին 3 կարմիր կետ՝ չինական ռոբոտները։ Նրանք շարժվում էին արագությամբ, որը գերազանցում էր ստանդարտ հետազոտական ռեժիմը։ Սա էր արագ տեղաշարժ, ռազմավարական դիգ զբաղեցնելու համար։ Նրանք փորձում են կտրել մեզ ճանապարհը, Մորիսոնը ասաց ղեկավարին։ Եթե նրանք պահպանեն այս արագությունը, նրանք կհասնեն կրատերի կենտրոնին 12 ժամ առաջ մեզանից։ Կարող են կարագացնել, ղեկավարը հարցրեց։ Այո, բայց դա կավելացնի վթարի ռիսկը։ Լուսնային մակերևույթը լի է ժայռերով եւ փոքր կրատերներով։ Արագ շարժումը։ Արագացրեք, ղեկավարը ընդհատեց։ Մենք չենք կարող թույլ տալ նրանց հասնել առաջինը։ Atlas 7-ը սկսեց արագացնել։
Նրա արագությունը բարձրացավ 3 կմ/ժ-ից 5-ի։ Սա էր ռիսկային արագություն լուսնային տեղանքի համար, բայց արհեստական բանականության համակարգը հաշվարկում էր յուրաքանչյուր քայլ, խուսափելով վտանգներից։ Պեկինում տեսան ամերիկյան ռոբոտի արագացումը եւ պատասխանեցին նույն կերպ, հրամայելով չինական ռոբոտներին ավելացնել արագությունը։ Սկսվեց մրցավազք։ Ռոբոտների մրցավազք լուսնի մակերևույթին։ Մրցավազք, որը դիտում էր ամբողջ աշխարհը ուղիղ եթերով։ Բայց մինչ ռոբոտները մրցում էին դեպի Շակլետոն, Էյցկեն ավազանում 3 մետր խորությամբ լուսնային ռեգոլիթի տակ 5 կառույցը շարունակում էր արտացել իր էլեկտրամագնիսական ազդանշանները։ Ազդանշաններ, որոնք հիմա գրանցում էին ոչ միայն չինական սարքավորումները, այլև ամերիկյան սպուտնիկները։ Վաշինգտոնում գիտնականների թիմը, որը վերլուծում էր այս ազդանշանները, հայտնաբերեց ինչ-որ բան անհավատալի։ Ազդանշանները չէին պարզապես կրկնվող նախշ, նրանք փոխվում էին պատասխան արտաքին ազդեցություններին։ Երբ չինական ռոբոտը մոտեցել էր կառույցին, ազդանշանների հաճախականությունը բարձրացել էր։ Երբ ռոբոտը հեռացել էր, հաճախականությունը նվազել էր։ Սա նշանակում էր, որ կառույցը ոչ միայն արտացում էր ազդանշաններ, այլև ընկալում էր իր շրջապատը։ Սա նշանակում էր, որ կառույցը ակտիվ էր։ 3 միլիարդ տարի հետո դեռ ակտիվ։ Աստղաֆիզիկոս Ալան Շտերնը, որը ղեկավարում էր վերլուծությունը, զանգահարեց Սպիտակ տուն ուղղակիորեն նախագահի խորհրդականին։ «Մենք պետք է խոսենք Չինաստանի հետ», նա ասաց։ «Անմիջապես, սա ավելի մեծ քան մեր երկու երկրների մրցակցությունը։ Եթե այդ կառույցը իսկապես այն է, ինչ մենք կարծում ենք, ապա սա վերաբերում է ամբողջ մարդկությանը»։ Բայց դիվանագիտությունը շարժվում է դանդաղ։ Հատկապես երբ երկու տերություններ արդեն բախման եզրին են։ Հունիսի 6-ին ժամը 3:40 ցերեկով լուսնի ժամանակով, եթե լուսինը ունենար ժամանակագոտիներ, Atlas 7-ը եւ ամենամոտ չինական ռոբոտը հայտնվեցին տեսողական շփման տարածքում։ 5 կիլոմետր հեռավորություն։ Երկու ռոբոտ, որոնք շարժվում էին դեպի նույն կետը, Շակլետոն կրատերի կենտրոնը։ Հյուստոնում եւ Պեկինում վերահսկողները դիտում էին իրենց էկրանները անշարժ։ Յուրաքանչյուր մարդ սենյակում հասկանում էր, որ հաջորդ մի քանի ժամերը կորոշեն ոչ միայն այս առաքելության ճակատագիրը, այլև ապագա տիեզերական հետազոտության ամբողջ բնույթը։ Կլինեն տիեզերքում սահմաններ։ Կլինեն տարածքներ, որտեղ մի երկիր կարող է արգելել մյուսին մուտք գործել, կամ տիեզերքը կմնա ազատ բոլորի համար։ Atlas 7-ը շարունակեց շարժվել։ Չինական ռոբոտը շարունակեց շարժվել։ Հեռավորությունը կրճատվում էր։ 4 կիլոմետր, 3 կիլոմետր, 2 կիլոմետր։ Եվ ապա տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Չինական ռոբոտը կանգ առավ։ Պարզապես կանգ առավ 1 կիլոմետր հեռավորության վրա Աթլասից եւ սկսեց փոխանցել ազդանշան։ Ազդանշանը չէր ռադիոհաղորդագրություն, չէր լեզվով հաղորդակցություն, այլ մաթեմատիկական հաջորդականություն։ Պարզ թվեր երկուական համակարգում։ 1, 2, 3, 5, 7, 11, 13։ Պարզ թվեր։ Համընդհանուր լեզու, որը ցանկացած տեխնոլոգիական քաղաքակրթություն կկարողանար հասկանալ։ Հյուստոնում Ջեյք Մորիսոնը նայեց իր էկրանին շփոթված։ Նրանք ուղարկում են պարզ թվերի հաջորդականություն, նա ասաց։ Սա նման է հաղորդակցության փորձի, նրա ղեկավարը ավարտեց նախադասությունը։ Նրանք փորձում են հաստատել կապ։ Ինչ պետք է անենք։ Լռություն։ Երկար լռություն։ Ապա ղեկավարը ասաց. Պատասխանեք, նույն հաջորդականությունը, ցույց տվեք, որ մենք ստացել ենք հաղորդագրությունը։ Atlas 7-ը փոխանցեց նույն թվային հաջորդականությունը եւ ավելացեց 111-ը։ Եվ ավելացեց երկու է բարձում մեկականի, որը 6-ով սկսել են։ Atlas 7-ը փոխանցեց նույն թվային հաջորդականությունը եւ ավելացեց 1 կիլոմետր։ Եվ ավելացեց մերական Սանդրան բարձանել համարական ավալկիման պրիմը եւ ավելացել։ Atlas 7-ը փոխանցեց նույն թվային հաջորդականությունը եւ ավելացեց, եւ ուխավորությունը համարականավոր գիցելք է։ Եվ ավելաց, երեկո է բարձում եկանք 1 ները համարականավոր գիցերք է։ Եվ կո է բարձում է մեկական նրցեն աղազնակում ցուրելին, եւ ավելացելց, եւ ես նիմ է 1-2 հավարցուն են կանալից։
Atlas 7-ը փոխանցեց նույն թվային հաջորդականությունը եւ ավելացեց, եւ մմենք բեցկե եսկե հինչով կատարակիսուների հերավ։ Atlas 7-ը փոխանցեց նույն թվային հաջորդականությունը եւ ավելացեց, եւ մմենք բեցկե հետաֆոմ համարականու որ գիցերկե։ Եվ ավելացեց, մեկ մեկական նրցեն աղազնակում ծուրելին հերավ։ Ցույց տվեք, որ մենք ստացել ենք հաղորդագրությունը։ Atlas 7-ը փոխանցեց նույն թվային հաջորդականությունը եւ ավելացրեց հաջորդ պարզ թիվը 17։ Չինական ռոբոտը պատասխանեց 19։ Երկու ռոբոտներ, որոնք ներկայացնում էին երկու տերություններ, որոնք գրեթե բախման եզրին էին, հանկարծ սկսեցին խաղալ մաթեմատիկական խաղ։ Խաղ, որը ցույց էր տալիս, նույնիսկ մրցակցության մեջ կարող է լինել հաղորդակցություն։ Բայց սա էր միայն սկիզբը։ Հաջորդ հաղորդագրությունը չինական ռոբոտից եղավ ավելի բարդ։ Երկրաչափական նախշ, շրջանագիծ, որը բաժանված էր 6 հավասար հատվածների։ Ապա նույն շրջանագիծը բաժանված 12 հատվածների։ Հյուստոնում մաթեմատիկոսները անմիջապես ճանաչեցին նախշը։ Սա էր ժամացույցի սիմվոլիկա, ժամանակի ներկայացում։ Բայց ինչու։ Պատասխանը եկավ հաջորդ հաղորդագրությամբ։ Չինական ռոբոտը փոխանցեց թիվ 12, ապա ցույց տվեց շրջանագծի վրա կետ։ Ապա նույն շրջանագիծը, բայց կետը տեղափոխված էր։ Նրանք առաջարկում էին հանդիպում։ Հանդիպում 12 ժամ հետո, կոնկրետ տեղում։ Atlas 7-ը փոխանցեց հաստատում եւ ավելացրեց սեփական առաջարկը, տեղը, որը գտնվում էր ճիշտ կիսով չինական եւ ամերիկյան դիրքերի միջև։ Չինական ռոբոտը ընդունեց։ Առաջին անգամ պատմության մեջ երկու տիեզերական ռոբոտներ, որոնք ներկայացնում էին երկու մրցակից տերություններ, պայմանավորվեցին հանդիպման, օգտագործելով միայն մաթեմատիկա եւ երկրաչափություն։ Բայց Վաշինգտոնում եւ Պեկինում, երբ տեսան այս փոխանակումը, արձագանքները եղան տարբեր։ Սպիտակ տան իրավիճակային սենյակում նախագահ Բայդենը լսեց զեկույցը եւ ասաց. «Սա հնարավորություն է։ Հնարավորություն խուսափելու բախումից, հնարավորություն սկսելու երկխոսություն»։ Բայց Պենտագոնում գնդապետ Դիկինսոնը տեսավ այլ բան։ Սա թակարդ է։ Չինաստանը ժամանակ է շահում։ Մինչ մեր ռոբոտը սպասում է հանդիպմանը, նրանց մյուս երկու ռոբոտները շարունակում են շարժվել դեպի կրատերի կենտրոնը։ Եվ նա ճիշտ էր։ Սպուտնիկային տվյալները ցույց էին տալիս, որ մինչ մեկ չինական ռոբոտը բանակցում էր Atlas 7-ի հետ, մյուս երկուսը շարունակում էին ին առաջ շարժվել։ Սա էր դասական ռազմավարություն, զբաղեցներ հակառակորդին մի ճակատում, մինչ գործում ես մյուսում։ Հյուստոնը անմիջապես փոխանցեց նոր հրահանգներ Atlas 7-ին։ Ռոբոտը պետք է շարունակեր հաղորդակցությունը, բայց միաժամանակ շարժվեր դեպի հանդիպման կետը, այնպես որ ժամանակ չկորցնի։ Բայց երբ Atlas 7-ը սկսեց շարժվել, չինական ռոբոտը անմիջապես արձագանքեց, նույնպես սկսելով շարժվել։ Երկու ռոբոտներ շարժվում էին զուգահեռ, պահպանելով 1 կիլոմետր հեռավորությունը միմյանցից։ Սա էր տարօրինակ տեսարան։ Երկու մեքենա, որոնք ստեղծված էին տարբեր երկրներում, տարբեր ինժեներների կողմից, տարբեր տեխնոլոգիաներով, հանկարծ գործում էին համաձայնեցված, ինչպես երկու պարող, որոնք սովորել են նույն պարը։ Եվ մինչ նրանք շարժվում էին, նրանք շարունակում էին փոխանակել հաղորդագրություններ։ Ավելի բարդ հաղորդագրություններ, քիմիական տարրերի սիմվոլներ, ֆիզիկական հաստատումներ, մաթեմատիկական հավասարումներ։ Նրանք կառուցում էին ընդհանուր լեզու։ Լեզու, որը հիմնված էր ոչ թե մշակույթի կամ պատմուցի կամ պատմության վրա, այլ տիեզերքի համընդհանուր օրենքների վրա։ Բայց հանկարծ, երբ նրանք հասան հանդիպման կետից 2 կիլոմետր հեռավորության, երկու ռոբոտներն էլ միաժամանակ կանգ առան։ Նրանց սենսորները գրանցեցին ինչ-որ բան։ Ինչ-որ բան, որը չէր պետք է լիներ այնտեղ։ Էլեկտրամագնիսական ազդանշան։ Նույն տեսակի ազդանշան, որը գալիս էր Էյթկեն ավազանի 5 կառույցից։ Բայց այս ազդանշանը գալիս էր այստեղից, Շակլետոն կրատերից։ Հյուստոնում եւ Պեկինում վերահսկողները տեսան նույն տվյալները եւ հասկացան նույն ճշմարտությունը։ 5 կառույցը Էյթկեն ավազանում չէր միակը, կային ուրիշներ։ Եվ մեկը գտնվում էր ուղղակիորեն այնտեղ, որտեղ երկու ռոբոտներն էին ուղղվում։ Երկու տերություններ, որոնք մրցում էին Շակլետոն կրատերի համար, հանկարծ հայտնաբերեցին, որ նրանք մրցում էին ոչ թե միմյանց հետ, այլ ինչ-որ բանի համար, որը գոյություն ուներ նախքան մարդկությունը։ Հաջորդ 12 ժամվա ընթացքում երկու ռոբոտներն էլ սկսեցին սկանավորել տարածքը։ Նրանք օգտագործեցին գրունտային ռադար, մագնիսական սենսորներ, սեյսմիկ սարքավորումներ, եւ յուրաքանչյուր նոր սկանավորում հաստատում էր նախնական տվյալները։ Մոտավորապես 150 մետր խորությամբ ուղղակիորեն Շակլետոն կրատերի կենտրոնի տակ կար կառույց։
Կառույց, որը ավելի մեծ էր, քան Էյթկենում հայտնաբերվածը։ Կառույց, որը ձգվում էր մոտավորապես 2 կիլոմետր երկարությամբ, եւ ամենաանհավատալին, կառույցը ուներ սիմետրիկ ձև, ոչ բնական ձևավորում, ոչ պատահական երկրաբանություն, այլ ճարտարապետություն։ Նախագծում։ Նպատակ։ Երբ այս տվյալները հասան երկիր, երբ գիտնականները տեսան սկանավորումների արդյունքները, սկսվեց այն, ինչը կարելի է անվանել մեծ վերագնահատում։ Վերագնահատում ամեն ինչի, ինչ մարդկությունը կարծում էր գիտեր լուսնի մասին։ Վերագնահատում մեր տեղի մասին տիեզերքում։ Վերագնահատում այն հարցի, թե արդյոք մենք միայնակ ենք։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հրավիրեց շտաբ նիստ անվտանգության խորհրդի։ Նիստը տեղի ունեցավ հունիսի 7-ին, փակ դռների հետևում, բայց արդյունքը հրապարակվեց անմիջապես։ Լուսնի վրա հայտնաբերված կառույցները ներկայացնում են համամարտկային նշանակություն։ Ոչ մի երկիր չունի բացառիկ իրավունք դրանց ուսումնասիրության նկատմամբ։ Միավորված ազգերի կազմակերպությունը կստեղծի միջազգային հանձնաժողով, համակարգելու հետազոտությունները եւ ապահովելու, որ ցանկացած հայտնագործություն կիսվի ամբողջ մարդկության հետ։ Սա էր պաշտոնական դիրքորոշումը։ Բայց իրականությունը եղավ ավելի բարդ։ Չինաստանը եւ Ամերիկան, երկուսն էլ, արդեն ուներին ռոբոտներ լուսնի վրա։ Երկուսն էլ արդեն ուսումնասիրում էին կառույցները, եւ երկուսն էլ գիտեին, որ ով առաջինը հասկանար այս կառույցների նպատակը, կկարողանար ստանալ տեխնոլոգիական առավելություն, որը կփոխեր ամեն ինչ։ Բայց հունիսի 8-ին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ստիպեց երկու տերություններին վերագնահատել իրենց մրցակցությունը։ Atlas 7-ը եւ չինական ռոբոտը, որոնք դեռ գտնվում էին Շակլետոն կրատերում, միաժամանակ գրանցեցին էլեկտրամագնիսական ազդանշանների հանկարծակի ուժեղացում։ Ազդանշանները, որոնք գալիս էին կառույցից, հանկարծ դարձան 10 անգամ ավելի ուժեղ։ Եվ ապա տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ոչ մի գիտնական չէր կարող բացատրել։ Լուսնային մակերևույթը սկսեց թրթռալ։ Ոչ երկրաշարժ, ոչ սեյսմիկ ակտիվություն, այլ ինչ-որ բան այլ։ Թրթռում, որը ուներ կանոնավոր հաճախականություն։ Թրթռում, որը տարածվում էր ալիքներով կառույցի կենտրոնից։ Սեյսմիկ սարքավորումները գրանցեցին նախշ, որը նման էր ոչ թե բնական երևույթի, այլ ազդանշանի։ Ազդանշանի, որը փոխանցվում էր ոչ թե ռադիոալիքներով, այլ ուղղակիորեն լուսնի մարմնի միջոցով։ Եվ այս ազդանշանը ուղղված էր ոչ թե երկրին, ոչ թե արևին, այլ տիեզերքի կոնկրետ կետին, հյուսիսային հորիզոնի վրա։ Աստրոֆիզիկոսները անմիջապես սկսեցին հաշվարկել, որ ուղղությամբ էր ուղղված ազդանշանը։ Եվ երբ նրանք ստացան պատասխանը, սենյակում տիրեց լռություն։ Ազդանշանը ուղղված էր դեպի Պրոքսիմա Կենտավրի, ամենամոտ աստղը մեր արևային համակարգին։ Աստղ, որը գտնվում է 4 լուսատարի հեռավորության վրա։ Աստղ, որի շուրջը, ըստ վերջին հայտնագործությունների, պտտվում են մի քանի մոլորակներ։ Մոլորակներ, որոնցից մեկը գտնվում է բնակելի գոտում։ Հին կառույցը լուսնի վրա ուղարկում էր ազդանշան դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Բայց ինչու՞։ Ով էր կառուցել այն։ Եվ ամենակարևորը, արդյոք ինչ-որ մեկը պատասխանելու էր։ Հաջորդ 36 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհի ռադիոտելեսկոպները դարձան դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Յուրաքանչյուր երկիր, որն ուներ տիեզերական հետազոտության ծրագիր, յուրաքանչյուր համալսարան, որն ուներ ռադիոաստրագիտության բաժին, բոլորը սկսեցին լսել։ Լսել, արդյոք կգա պատասխան։ Բայց 4 լուսատարի հեռավորությունը նշանակում է, որ ցանկացած ազդանշան, որը ուղարկվում է հիմա, կհասնի Պրոքսիմա Կենտավրի 4 տարի հետո։ Եվ ցանկացած պատասխան կվերադառնա եւս 4 տարի հետո։ 8 տարի սպասելու։ Բայց գուցե պատասխանը արդեն ճանապարհին էր։ Գուցե լուսնի կառույցը ուղարկել էր ազդանշան վաղուց, շատ վաղուց, եւ պատասխանը արդեն մոտենում էր։ Այս մտքից աշխարհը սառեց։ Բայց մինչ աստղագետները լսում էին տիեզերքը, լուսնի վրա տեղի էր ունենում ինչ-որ բան ավելի անմիջական։ Չինական ռոբոտներից մեկը, որը գտնվում էր Էյթկեն ավազանում, այն տեղում, որտեղ առաջին կառույցը հայտնաբերվել էր, սկսեց փորել ավելի խորը։ Չինաստանի տիեզերական վարչությունը որոշել էր, որ միջազգային հանձնաժողովը կարող է տարիներ քննարկել, թե ինչպես ուսումնասիրել կառույցները։ Բայց Չինաստանը չուներ տարիներ։ Նրանք ուզում էին պատասխաններ հիմա։ Ռոբոտը հասավ կառույցին 5 մետր խորությամբ եւ սկսեց մաքրել ռեգոլիթը, բացահայտելով մակերևույթը։ Մակերևույթը չէր մետաղ, չէր քար, այլ ինչ-որ բան, որը նման էր կերամիկայի, բայց ավելի հարթ, ավելի կատարյալ։ Մակերևույթ, որը արտացոլում էր լույսը այնպես, որ ստեղծում էր գույների նախշեր։ Ռոբոտի տեսախցիկները փոխանցեցին պատկերները երկիր, եւ երբ գիտնականները տեսան դրանք, նրանք հասկացան, որ սա ոչ թե պարզապես կառույց էր, սա արվեստ էր։
Մակերևույթին քանդակված էին սիմվոլներ, ոչ հիերոգլիֆներ, ոչ տառեր, այլ երկրաչափական ձևեր, որոնք կազմում էին բարդ նախշեր։ Նախշեր, որոնք փոխվում էին կախված լույսի անկյունից։ Մաթեմատիկոսները սկսեցին վերլուծել նախշերը եւ հայտնաբերեցին, որ դրանք ներկայացնում էին մաթեմատիկական հավասարումներ։ Հավասարումներ, որոնք նկարագրում էին ֆիզիկական օրենքներ, բայց ոչ այն օրենքները, որոնք մենք գիտենք։ Սրանք էին հավասարումներ, որոնք ընդլայնում էին մեր ֆիզիկան, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես կարելի է շահարկել տիեզերքի ուժերը այնպես, որ մենք երբեք չենք պատկերացրել։ Հավասարումներ, որոնք կարող էին փոխել ամեն ինչ։ Բայց դրանք հասկանալու համար պետք էր ժամանակ, տարիներ ուսումնասիրության, տասնամյակներ վերլուծության։ Եվ Չինաստանը չէր պատրաստվում կիսվել այս տեղեկատվությունը։ Երբ Վաշինգտոնը իմացավ, որ Պեկինը փորում է կառույցը եւ հավաքում տվյալներ առանց միջազգային համակարգման, սկսվեց դիվանագիտական ճգնաժամ։ Պետքարտուղար Բլինկենը հրավիրեց չինական դեսպանին եւ պահանջեց անմիջական դադարեցում բոլոր փորման գործողությունների։ Չինաստանը պատասխանեց, որ նրանք կատարում են գիտական հետազոտություն իրենց սեփական սարքավորումներով, իրենց սեփական ռեսուրսներով։ Բայց լուսինը չի պատկանում Չինաստանին, Բլինկենը պնդեց։ Եվ չի պատկանում Ամերիկային, չինական դեսպանը պատասխանեց։ Բայց մեր ռոբոտները այնտեղ են, ձեր ռոբոտները այնտեղ են։ Եթե դուք ուզում եք մասնակցել հետազոտությանը, ուղարկեք ձեր սեփական սարքավորումները։ Սա էր մարտահրավեր, եւ Ամերիկան ընդունեց այն։ Հունիսի 12-ին NASA-ն հայտարարեց արտակարգ առաքելության։ SpaceX-ի երկրորդ Starship-ը, որը պատրաստում էր հուլիսյան թռիչքի, կվերակողմնորոշվի անմիջական թռիչքի համար։ Նպատակը տեղափոխել 8K ավազան լրացուցիչ սարքավորումներ, ներառյալ փորման ռոբոտ, որը կարող էր աշխատել ավելի խորը, քան չինականները։ Թռիչքը պլանավորվեց հունիսի 25-ին։ 13 օր պատրաստության։ 13 օր, որոնց ընթացքում Չինաստանը կարող էր հավաքել ավելի շատ տվյալներ։ Մրցավազքը դարձավ ավելի ինտենսիվ, բայց հունիսի 15-ին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց խաղի կանոնները։ Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարեց, որ նրանք նույնպես ուղարկում են առաքելություն լուսնի վրա, ոչ մրցելու համար, այլ համագործակցելու։ Նրանք առաջարկեցին ստեղծել միջազգային բազա Շակլետոն կրատերում, որտեղ բոլոր երկրները կարող են ուղարկել իրենց գիտնականներին եւ սարքավորումները։ Բազա, որտեղ հետազոտությունները կկատարվեն թափանցիկ, որտեղ բոլոր հայտնագործությունները կկիսվեն, որտեղ մարդկությունը կգործի որպես մեկ տեսակ, ոչ թե մրցակից ազգեր։ Սա էր իդեալիստական տեսլական, բայց արդյոք դա իրագործելի էր։ Ճապոնիան միացավ առաջարկին, Կանադան միացավ, Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Կորեան բոլորը հայտարարեցին աջակցության, բայց Չինաստանը եւ Ամերիկան մնացին լուռ։ Երկու տերություններ, որոնք վերջին 70 տարիների ընթացքում մրցել են գրեթե ամեն ոլորտում, հիմա կանգնած էին ընտրության առջև։ Շարունակել մրցակցությունը, թե փորձել ինչ-որ նոր։ Որոշումը եկավ անսպասելի ձևով։ Հունիսի 17-ին նախագահ Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը ունեցան հեռախոսային զրույց։ Զրույցը տևեց 2 ժամ, եւ երբ այն ավարտվեց, երկու երկրներն էլ հրապարակեցին համատեղ հայտարարություն։ Լուսնի վրա հայտնաբերված կառույցները ներկայացնում են համամարտկային նշանակություն։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնում են համագործակցել հետազոտությունների մեջ։ Մենք հրավիրում ենք բոլոր ազգերին միանալ այս ջանքերին։ Մենք պարտավորվում ենք կիսվել բոլոր հայտնագործությունները գիտական համայնքի հետ։ Եվ մենք հավաստիացնում ենք, որ ցանկացած տեխնոլոգիա, որը ստացվի այս հետազոտություններից, կօգտագործվի խաղաղ նպատակներով ամբողջ մարդկության օգտին։ Սա էր պատմական պահ։ Պահ, երբ երկու տերություններ, որոնք տասնամյակներ մրցել են, որոշեցին, որ կա ինչ-որ բան ավելի կարևոր, քան նրանց մրցակցությունը։ Բայց արդյոք այս համագործակցությունը կտևեր։ Արդյոք երբ իսկական հայտնագործությունները սկսվեին, երբ իսկական տեխնոլոգիաները բացահայտվեին, արդյոք երկու երկրներն էլ կպահպանեին իրենց խոստումները։ Պատասխանը կգար շուտով, շատ շուտով։ Որովհետև հունիսի 20-ին չինական ռոբոտը, որը փորում էր 8K ավազանում, հասավ կառույցի ներսին եւ հայտնաբերեց ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Դուռ, մուտք, անցում դեպի ինչ-որ բան, որը գտնվում էր ներսում։ Եվ երբ ռոբոտի տեսախցիկները փոխանցեցին պատկերները, երբ գիտնականները տեսան, թե ինչ կար այնտեղ, նրանք հասկացան, որ սա ոչ թե պարզապես հին կառույց էր։ Սա էր նավ, տիեզերանավ։ Նավ, որը ստեղծվել էր տեխնոլոգիայով, որը գերազանցում էր մարդկային ամեն ինչը։ Նավ, որը թաղված էր լուսնի մեջ 3 միլիարդ տարի։ Եվ ամենաշոկայինը, նավը չէր դատարկ։ Ներսում պահպանված անթերի վիճակում հավերժական սառույցի մեջ կային մարմիններ։ Ոչ մարդկային մարմիններ, այլ ինչ-որ բան այլ։
Ինչ-որ բան, որը ուներ հումանոիդ ձև, բայց տարբերվում էր մանրամասներով։ 3 մարմին։ 3 էակ, որոնք մահացել էին 3 միլիարդ տարի առաջ։ Մահացել էին այստեղ, լուսնի վրա, երբ երկրի վրա կյանքը դեռ միայն միաբջիջ օրգանիզմներ էին։ Մահացել էին թողնելով հետևում նավ, որը լի էր տեխնոլոգիայով։ Տեխնոլոգիայով, որը կարող էր փոխել մարդկության ճակատագիրը։ Եվ հիմա հարցը չէր, ով կտիրանա լուսնին։ Հարցը էր, ինչ կանենք այս տեխնոլոգիայի հետ։ Ինչպես կօգտագործենք այն։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք պատրաստ ենք այն ստանալու։ Որովհետև երբ դու գտնում ես ինչ-որ բան, որը փոխում է ամեն ինչ, դու չես կարող վերադառնալ այն, ինչ էիր նախքան գտնելը։ Մարդկությունը հենց նոր անցավ սահմանագիծը։ Սահմանագիծը, որից հետո ոչինչ երբեք չէր լինի նույնը։ Եվ ամենավախենալին, մենք դեռ չգիտեինք, թե ինչ էր այն, ինչ մենք գտել էինք։ Մենք դեռ չգիտեինք, թե ինչու էին այդ էակները եկել լուսնի վրա, ինչու էին նրանք մահացել այստեղ։ Եվ ամենակարևորը, արդյոք նրանք միայնակ էին։ Արդյոք ուրիշներ կգային։ Արդյոք ինչ-որ մեկը արդեն գիտեր, որ մենք գտել ենք նավը։ Արդյոք այն ազդանշանը, որը կառույցը ուղարկում էր դեպի Պրոքսիմա Կենտավրի, արդյոք դա էր զգուշացում, թե հրավեր։ Պատասխանները կգային, բայց ոչ շուտ։ Եվ ոչ այնպես, ինչպես մենք սպասում էինք։ Որովհետև երբ դու խաղում ես տիեզերական մասշտաբներով, երբ դու գործ ունես քաղաքակրթությունների հետ, որոնք գոյություն ունեցել են միլիարդավոր տարիներ, ժամանակը ձեռք է բերում այլ իմաստ։ Եվ մարդկությունը, որը գոյություն ունի միայն 200,000 տարի, որը ունի տեխնոլոգիա միայն 200 տարի, հենց նոր սկսեց հասկանալ, թե որքան փոքր ենք մենք այս անսահման տիեզերքում։ Բայց փոքր լինելը չի նշանակում անկարևոր։ Եվ գուցե հենց դա էր այն դասը, որը այդ հին էակները ուզում էին մեզ սովորեցնել։ Թողնելով իրենց նավը այստեղ, թողնելով իրենց տեխնոլոգիան, թողնելով մեզ ընտրություն, ինչ անել դրա հետ։ Եվ հիմա, երբ Չինաստանը եւ Ամերիկան կանգնած էին այս նավի առջև, երբ նրանք տեսնում էին այն, ինչ ներսում էր, նրանք պետք է ընտրեին։ Շարունակել մրցակցությունը, թե սովորել համագործակցել։ Որովհետև եթե կար մեկ բան, որը այս հայտնագործությունը ցույց էր տալիս, դա այն էր, որ տիեզերքում մենք միայնակ չենք։ Եվ եթե մենք ուզում ենք գոյատևել, եթե մենք ուզում ենք հասնել այն մակարդակին, որին հասել էին այդ էակները, մենք պետք է սովորենք աշխատել միասին։ Ոչ թե որպես ազգեր, այլ որպես տեսեսակ։ Որովհետև հաջորդ մարտահրավերը, որը մեզ սպասում էր, չէր լինի լուսնի վրա, այլ այնտեղ, աստղերի միջև։ Այնտեղ, որտեղ հեռավորությունները չափվում են լուսատարիներով, որտեղ ժամանակը չափվում է միլիոնավոր տարիներով, որտեղ մարդկային կյանքը, մեկ կյանքը, չի նշանակում ոչինչ, բայց որտեղ մարդկությունը, որպես ամբողջություն, կարող է նշանակել ամեն ինչ։ Հունիսի 22, 2026 3 օր անց նավի հայտնագործումից։ 3 օր, որոնց ընթացքում աշխարհը փոխվեց ավելի շատ, քան վերջին 1000 տարիների ընթացքում։ Բայց ոչ այնպես, ինչպես մարդիկ սպասում էին։ Երբ լուրը տարածվեց, երբ առաջին պատկերները հրապարակվեցին, երբ մարդիկ տեսան այդ 3 մարմինները, պահպանված անթերի վիճակում լուսնային սառույցի մեջ, աշխարհի արձագանքը եղավ ոչ թե ուրախություն, ոչ թե հիացմունք, այլ վախ։ Վախ, որը խորն էր և պարզ։ Վախ, որը գալիս էր մարդկային հոգու ամենահին մասից, այն մասից, որը միշտ գիտել է, որ մենք միայնակ չենք։ Այն մասից, որը միշտ վախեցել է այն օրից, երբ կհանդիպենք ուրիշներին։ Եվ հիմա այդ օրը եկել էր։ Ոչ այնպես, ինչպես գիտական ֆանտաստիկան պատկերել էր, ոչ թե փայլուն տիեզերանավներ երկնքում, այլ այնպես, ինչպես իրականությունը միշտ է, բարդ, անհասկանալի և սարսափելի իր անորոշությամբ։ Միավորված ազգերի կազմակերպության շենքում Նյու Յորքում հունիսի 23-ին տեղի ունեցավ արտակարգ նիստ։ Ոչ անվտանգության խորհրդի, ոչ գլխավոր ասամբլեայի, այլ ինչ-որ բան նոր։ Արտաերկրային կյանքի հետ կապերի արտակարգ հանձնաժողով։ Անունը հնչում էր գրեթե կատակերգական, բայց ոչ ոք չէր ծիծաղում։ Հանձնաժողովում նստած էին 52 երկրների ներկայացուցիչներ, բայց նաև ինչ-որ բան անսովոր, գիտնականներ։ Ոչ դիվանագետներ, որոնք խոսում են գիտնականների անունից, այլ իսկական գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, կենսաբաններ, փիլիսոփաներ, նույնիսկ մի քանի գրողներ, որոնք տասնամյակներ գրել էին գիտական ֆանտաստիկա։ Որովհետև մարդկությունը հասկացավ, սա այն իրավիճակն էր, երբ դիվանագիտությունը բավարար չէր, երբ քաղաքականությունը բավարար չէր, երբ պետք էր ինչ-որ բան ավելին, երևակայություն, տեսլական և համարձակություն մտածելու այն մասին, ինչ երբեք չէր եղել։ Նիստը բացեց գլխավոր քարտուղար Գուտերիշը։ Նրա ձայնը դողում էր ոչ թե նյարդայնությունից, այլ այն զգացումից, որը ունի յուրաքանչյուր մարդ, երբ հասկանում է, որ ապրում է պատմական պահում։ Մենք հավաքվել ենք այստեղ, նա սկսեց, ոչ թե որպես ազգեր, ոչ թե որպես մրցակիցներ,
այլ որպես տեսակ, որպես Homo sapiens, տեսակ, որը հենց նոր իմացավ, որ տիեզերքում կա ինչ-որ բան ավելին, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Նա դադարեց, նայեց սենյակին և շարունակեց. Վերջին 3 օրվա ընթացքում մենք ստացել ենք ավելի շատ տեղեկատվություն, քան կարող ենք մարսել, բայց թույլ տվեք ամփոփել այն, ինչ մենք գիտենք, համոզված։ Էկրանին հայտնվեցին պատկերներ, նավը, մարմինները, սիմվոլները։ 1. Լուսնի հարավային բևեռում, Էյթկեն ավազանում, թաղված է տիեզերանավ։ Նավ, որը ըստ ռադիոմետրիկ թվագրման ստեղծվել է 3 միլիարդ 200 միլիոն տարի առաջ, գումարած կամ հանած 50 միլիոն տարի։ Թվերը այնքան մեծ էին, որ դրանք կորցնում էին իմաստը։ 3 միլիարդ տարի, երբ երկրի վրա կյանքը դեռ միայն բակտերիաներ էին, երբ մթնոլորտը դեռ չուներ թթվածին, երբ օվկիանոսները դեռ կանաչ էին, ոչ թե կապույտ։ 2. Նավի ներսում հայտնաբերվել են 3 մարմին, հումանոիդ ձևով, բայց ոչ մարդկային։ Բարձրությունը մոտավորապես 2 մետր 10 սանտիմետր, 6 մատ յուրաքանչյուր ձեռքին, 2 աչք, բայց ավելի մեծ, քան մարդկայինը։ Մաշկը ծածկված ինչ-որ բանով, որը նման է թեփուկների, բայց պատրաստված օրգանական նյութից, որը մենք դեռ չենք նույնականացրել։ Պատկերները փոխվեցին։ Մոտիկ պլաններ։ Դեմքեր, որոնք միաժամանակ ծանոթ և օտար էին։ Դեմքեր, որոնք ունեին արտահայտություն, նույնիսկ մահից 3 միլիարդ տարի հետո։ Արտահայտություն, որը կարծես ասում էր. մենք գիտեինք, որ դուք կգաք։ Մենք սպասեցինք ձեզ։ 3. Նավը պարունակում է տեխնոլոգիա, որը գերազանցում է մարդկային ամեն ինչը։ Էներգետիկ համակարգեր, որոնք մենք դեռ չենք հասկանում։ Շարժիչներ, որոնք հիմնված են ֆիզիկական սկզբունքների վրա, որոնք մեր տեսությունները չեն կանխատեսում։ Եվ ամենակարևորը՝ տվյալների պահեստ։ Սարքավորում, որը պարունակում է տեղեկատվություն, որը մենք դեռ փորձում ենք ապակոդավորել։ Սենյակում սկսվեց շշուկ, տվյալների պահեստ։ Սա նշանակում էր, որ նրանք թողել էին ինչ-որ բան։ Հաղորդագրություն, ժառանգություն։ Բայց ինչու։ Ինչու թողնել այն այստեղ, լուսնի վրա։ Ինչու ոչ երկրի վրա, որտեղ կյանքը արդեն սկսվել էր։ Գուտերիշը շարունակեց. 4. Նավը արտացում է էլեկտրամագնիսական ազդանշաններ, որոնք ուղղված են դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Մենք դեռ չգիտենք, արդյոք սա ավտոմատ ազդանշան է, թե արձագանք մեր ներկայությանը, բայց ազդանշանը ակտիվ է և այն ուժեղանում է։ Սա եղավ ամենավախենալի մասը։ Ազդանշանը ուժեղանում էր։ Սա նշանակում էր, որ նավը արձագանքում էր մեզ։ Եվ 5. Ամենակարևորը, մենք հայտնաբերել ենք, որ սա միակ նավը չէ։ Սպուտնիկային սկանավորումները ցույց են տալիս նմանատիպ էլեկտրամագնիսական ազդանշաններ 6 այլ տեղերում լուսնի վրա։ 6 այլ կառույց, 6 այլ նավ, հավանաբար։ Սենյակում տիրեց լռություն։ Լռություն, որը ծանր էր, ինչպես լուսնի վրա ռեգոլիթը։ 7 նավ, 7 տեղ, որտեղ այդ էակները եկել էին, 7 կետ, որոնք ձևավորում էին նախշ, եթե դրանք միացնեիր քարտեզի վրա։ Եվ այդ նախշը չէր պատահական, այն ձևավորում էր երկրաչափական ձև, կանոնավոր վեցանկյուն, 1 կետով կենտրոնում Շակլետոն կրատերը։ Այնտեղ, որտեղ ամերիկյան և չինական ռոբոտները հիմա գտնվում էին, սա չէր պատահականություն։ Սա էր նախագիծ, պլան, նպատակ, բայց ինչ նպատակ։ Աստրոֆիզիկոս Ալան Շտերնը, որը նստած էր գիտնականների բաժնում, բարձրացրեց ձեռքը։ Գուտերիշը տվեց նրան խոսքը։ Մենք ունենք տեսություն, Շտերնը սկսեց։ Տեսություն, որը հիմնված է այն տվյալների վրա, որոնք մենք հավաքել ենք վերջին 3 օրվա ընթացքում։ Բայց ես պետք է նախազգուշացնեմ, սա միայն տեսություն է։ Մենք չունենք վերջնական ապացույցներ։ Նա դադարեց, հավաքեց համարձակություն և ասաց այն, ինչ բոլորը վախենում էին լսել։ Մենք կարծում ենք, որ այդ էակները չեկան լուսնի վրա պատահականությամբ։ Նրանք եկան այստեղ նպատակ, որը կապված է երկրից հետ։ Էկրանին հայտնվեց նոր պատկեր։ Երկիրը, ինչպես այն էր 3 միլիարդ տարի առաջ։ Կանաչ օվկիանոսներ, մթնոլորտ առանց թթվածնի, մայրցամաք, որոնք դեռ չէին ձևավորվել այնպես, ինչպես հիմա։ 3 միլիարդ տարի առաջ, Շտերնը շարունակեց, երկրի վրա կյանքը դեռ շատ պարզ էր, բակտերիաներ, միաբջիջ օրգանիզմներ, բայց կյանք այնուամենայնիվ։ Եվ մենք կարծում ենք, որ այդ էակները գիտեին դրա մասին։ Ինչպես, ինչ-որ մեկը հարցրեց սենյակից։ Որովհետև նրանք թողել են ինչ-որ բան, Շտերնը պատասխանեց։ Ոչ միայն նավը, ոչ միայն տեխնոլոգիան, այլ ինչ-որ բան ավելին։ Մենք հայտնաբերել ենք, որ 7 նավերից յուրաքանչյուրը պարունակում է կապսուլ, փոքր կապսուլ, պատրաստված նյութից, որը գործնականում անքայքայելի է, և այդ կապսուլների ներսում կա ԴՆԹ։
Սենյակում տիրեց լռություն։ Ապա պայթյուն, հարցերի, բացականչությունների, անհավատության։ Դենթի այ, ինչ-որ մեկը գոչեց։ Նրանց դենթի այն։ Ոչ, Շտերնը ցնցեց գլուխը։ Ոչ նրանց, մեր։ Մարդկային դենթի այ։ Կամ ավելի ճիշտ, դենթի այ, որը կարող էր դառնալ մարդկային ճիշտ պայմաններում։ Լռություն։ Ապա հասկացողություն։ Դանդաղ, սարսափելի հասկացողություն։ Դուք ասում եք, Գուտերիշը խոսեց դանդաղ, որ նրանք ստեղծել են մեզ։ Ոչ, Շտերնը արագ ուղեց, ոչ ստեղծել, այլ ուղղորդել, ազդել, տվել հնարավորություն։ Երկրի վրա կյանքը արդեն գոյություն ուներ, բայց այն էվոլյուցիա, որը տարավ դեպի մարդը, դեպի բանականություն, դեպի գիտակցություն, գուցե այդ էվոլյուցիան ստացավ փոքր հրում, փոքր օգնություն, 3 միլիարդ տարի առաջ։ Սա էր ամենահամարձակ, ամենասարսափելի և միաժամանակ ամենահրապարակային տեսությունը, որը երբևէ ներկայացվել էր գիտական համայնքում։ Մենք, մարդիկ, չէինք պատահականություն, մենք էինք նախագիծ, փորձ, ժառանգություն։ Բայց ինչու։ Ինչու անել դա։ Ինչու ճանապարհորդել միլիարդավոր կիլոմետրներ միայն թողնելու դենթի մի մոլորակի վրա և հեռանալու։ Պատասխանը եկավ անսպասելի աղբյուրից։ Չինացի գիտնական Լի Ժենմինը, որը վերջին 3 օրը անցկացվել էր նավի տվյալների պահեստը վերլուծելով, բարձրացավ և խոսեց։ Մենք ապակոդավորել ենք հաղորդագրության մի մասը, նա ասաց։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց աչքերում երևում էր ինչ-որ բան, վախ, հիացմունք և խորը տխրություն։ Հաղորդագրությունը երկար է, շատ երկար։ Մենք դեռ ապակոդավորել ենք միայն մոտավորապես 3%-ը, բայց այն, ինչ մենք կարդացել ենք, դա բավական է հասկանալու։ Նա դադարեց, նայեց սենյակին և շարունակեց։ Նրանք մահանում էին։ Նրանց քաղաքակրթությունը ամբողջ տեսակը մահանում էր։ Ոչ պատերազմից, ոչ աղետից, այլ ինչ-որ բանից ավելի դանդաղ և անխուսափելի, էվոլյուցիայից։ Ինչպես կարող է էվոլյուցիան սպանել քաղաքակրթություն, ինչ-որ մեկը հարցրեց։ Երբ քաղաքակրթությունը դառնում է չափազանց զարգացած, Լի Ժենմինը պատասխանեց։ Երբ տեխնոլոգիան փոխարինում է կենսաբանությանը, երբ մարմինները դառնում են ավելի քիչ կարևոր, քան մեքենաները, երբ բնական ընտրությունը դադարում է գործել, որովհետև բոլորը գոյատևում են անկախ գենետիկ որակից։ Նա դադարեց, ապա շարունակեց ավելի դանդաղ։ Նրանք ապրեցին միլիոնավոր տարիներ որպես տեխնոլոգիական քաղաքակրթություն, նվաճեցին աստղեր, ստեղծեցին հրաշքներ, բայց դանդաղ, շատ դանդաղ։ Նրանք կորցրին ինչ-որ բան։ Կորցրին այն կենսունակությունը, որը գալիս է էվոլյուցիայից։ Կորցրին կարողությունը հարմարվելու, փոխվելու, վերածնվելու։ Եվ նրանք հասկացան, որ մահանում են։ Ոչ անհատներ, այլ տեսակ, ամբողջ տեսակը, դանդաղ անհետանում։ Եվ նրանք որոշեցին անել ինչ-որ բան։ Ինչ-որ բան, որը երաշխավոր էր, որ նրանց ժառանգությունը չի մեռնի։ Էկրանին հայտնվեց պատկեր վերակառուցված նավից։ Ոչ իրական լուսանկար, այլ համակարգչային մոդել, հիմնված տվյալների վրա։ Նրանք ուղարկեցին նավեր, Լի Ժենմինը շարունակեց։ Հարյուրավոր նավեր, հավանաբար, հազարավոր գուցե։ Յուրաքանչյուր նավ ուղղված էր դեպի մոլորակ, որտեղ կյանքը դեռ երիտասարդ էր։ Մոլորակ, որտեղ էվոլյուցիան դեռ ուներ ժամանակ։ Մոլորակ, որտեղ նոր տեսակ կարող էր ի հայտ գալ։ Եվ նրանք թողեցին ԴՆԹ։ Ոչ իրենց ԴՆԹ-ն, որովհետև նրանք գիտեին, որ իրենց տեսակը արդեն մահացած էր, այլ նոր ԴՆԹ։ ԴՆԹ, որը նախագծված էր ստեղծելու տեսակ, որը կունենար այն, ինչ նրանք կորցրել էին՝ կենսունակություն, հարմարվողականություն և ամենակարևորը՝ ժամանակ։ Ժամանակ սովորելու, ժամանակ աճելու, ժամանակ դառնալու այն, ինչ նրանք չկարողացան լինել, քաղաքակրթություն, որը կարող է գոյատևել։ Սենյակում տիրեց լռություն, լռություն, որը տևեց երկար։ Ապա ինչ-որ մեկը հարցրեց այն հարցը, որը բոլորը մտածում էին. բայց ինչու լուսինը, ինչու ոչ երկիրը ուղղակիորեն։ Շտերնը պատասխանեց. որովհետև լուսինը անփոփոխ է։ Երկրի վրա տեղի են ունենում երկրաշարժեր, հրաբուխներ, տեկտոնիկ տեղաշարժեր։ Ամեն ինչ, ինչ թաղված է երկրի մեջ, վերջապես ոչնչացվում է։ Բայց լուսինը մեռած է, երկրաբանորեն մեռած։ Այն, ինչ թաղված է լուսնի մեջ, մնում է այնտեղ, միլիարդավոր տարիներ։ Նրանք ուզում էին, որ մենք գտնենք դա, Լի Ժենմինը ավելացրեց, բայց ոչ շատ շուտ։ Ոչ նախքան մենք պատրաստ լինենք, ոչ նախքան մենք զարգանանք բավականաչափ հասնելու լուսնի վրա։ Ոչ նախքան մենք դառնանք տեխնոլոգիական քաղաքակրթություն։ Որովհետև միայն այն ժամանակ մենք կարողանանք հասկանալ նրանց հաղորդագրությունը,
Միայն այն ժամանակ մենք կկարողանանք սովորել նրանց սխալներից։ Միայն այն ժամանակ մենք կկարողանանք ընտրել, կկրկնել նրանց ճակատագիրը, թե գտնել այլ ճանապարհ։ Սա էր ճշմարտությունը։ Սարսափելի, հրապարակային եւ միաժամանակ հույսով լի ճշմարտություն։ Մենք չէինք պատահականություն, բայց մենք նաև չէինք պարզապես արտադրանք։ Մենք էինք հնարավորություն։ Հնարավորություն անել այն, ինչ մեր ստեղծողները չկարողացան գոյատևել, բայց միայն եթե մենք սովորեինք նրանց սխալներից։ Եվ հենց այստեղ, այս պահին, միավորված ազգերի կազմակերպության սենյակում մարդկությունը կանգնած էր ընտրության առջև։ Շարունակել այնպես, ինչպես մենք եղել ենք, բաժանված ազգերի, մրցակից տերությունների, անվերջ կոնֆլիկտների, թե փոխվել։ Դառնալ այն, ինչ մեր ստեղծողները երազել էին, միասնական տեսակ, որը կարող է գոյատևել միլիոնավոր տարիներ։ Բայց ընտրությունը չէր հեշտ, որովհետև փոխվելը նշանակում է հրաժարվել այն ամենից, ինչ մենք եղել ենք։ Հրաժարվել սահմաններից, ազգությունից, նույնիսկ անհատականությունից, որոշ չափով։ Եվ ոչ բոլորն էին պատրաստ դրան։ Հունիսի 25-ին, երբ տեղեկատվությունը Լի Ժենմինի ապակոդավորման մասին տարածվեց աշխարհում, սկսվեցին բողոքի ցույցեր։ Ոչ փոքր ցույցեր, այլ միլիոնավոր մարդիկ փողոցներում։ Մարդիկ, որոնք չէին ուզում հավատալ, որ նրանք նախագծված են։ Մարդիկ, որոնք պնդում էին, որ մարդկությունը ստեղծվել է Աստծո կողմից, ոչ թե օտարերկրյա քաղաքակրթության։ Մարդիկ, որոնք վախենում էին, որ այս հայտնագործությունը կոչնչացնի ամեն ինչ, ինչ նրանք հավատում էին։ Բայց կային նաև ուրիշներ։ Մարդիկ, որոնք տեսնում էին հնարավորություն միավորվելու, հնարավորություն դառնալու ինչ-որ բան ավելին, քան մենք եղել ենք։ Եվ երկու խմբերի միջև սկսվեց բախում։ Ոչ ֆիզիկական բախում դեռ, այլ գաղափարների բախում, աշխարհայացքների բախում, ապագաների բախում։ Բայց մինչ երկրի վրա մարդիկ վիճում էին, լուսնի վրա տեղի էր ունենում ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Հունիսի 26-ին, ժամը 4:17 առավոտյան, Պեկինի ժամանակով չինական ռոբոտը, որը աշխատում էր նավի ներսում, հանկարծ կորցրեց կապը։ Ոչ տեխնիկական խափանում, ոչ էներգիայի պակաս, պարզապես լռություն։ 2 րոպե անց ամերիկյան Atlas 7-ը, որը գտնվում է Շակլետոն կրատերում, նույնպես կորցրեց կապը։ Ապա բոլոր ռոբոտները լուսնի վրա, չինական, ամերիկյան, ճապոնական, բոլորը միաժամանակ դադարեցին հաղորդակցությունը։ Հյուստոնում և Պեկինում սկսվեց խուճապ։ Ինժեներները փորձեցին վերականգնել կապը, փորձեցին ուղարկել նոր հրամաններ, փորձեցին ախտորոշել խնդիրը, բայց ոչինչ չաշխատեց։ Ապա 5 րոպե անց լռությունից կապը վերականգնվեց, բայց ոչ այնպես, ինչպես նախկինում։ Բոլոր ռոբոտները միաժամանակ սկսեցին փոխանցել նույն հաղորդագրությունը, նույն տվյալները, նույն պատկերները։ Պատկերներ, որոնք գալիս էին ոչ թե ռոբոտների տեսախցիկներից, այլ ուրիշ տեղից, ավելի խորից, ավելի հնից։ Պատկերներ, որոնք ցույց էին տալիս նավի ներսում ինչ-որ բան, որը ակտիվացել էր, տվյալների պահեստը։ Այն սարքավորումը, որը պարունակում էր հաղորդագրությունը, այն սարքավորումը, որը քնած էր 3 միլիարդ տարի, այն արթնացել էր, եւ այն սկսեց հաղորդակցվել։ Ոչ թե մեզ հետ, այլ ինչ-որ մեկի հետ այլ տեղում։ Ռադիոտելեսկոպները ամբողջ աշխարհում գրանցեցին հանկարծակի ուժեղացում ազդանշանների, ուղղված դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Ազդանշաններ, որոնք հիմա 1000 անգամ ավելի ուժեղ էին, քան նախկինում։ Ազդանշաններ, որոնք ակնհայտորեն փոխանցում էին տեղեկատվություն, հսկայական քանակությամբ տեղեկատվություն։ Բայց ինչ էր փոխանցվում։ Պատասխանը եկավ 3 ժամ անց, երբ գիտնականները վերլուծեցին ազդանշանների կառուցվածքը։ Նավը փոխանցում էր ամեն ինչ, ինչ տեղի էր ունեցել երկրի վրա վերջին 3 միլիարդ տարիների ընթացքում։ Ամեն ինչ։ Էվոլյուցիան միաբջիջ օրգանիզմներից մինչև մարդը։ Պատմությունը առաջին քաղաքներից մինչև ատոմային զենքը։ Մշակույթը արվեստից մինչև գիտություն։ Պատերազմները, խաղաղությունը, սերը, ատելությունը, ամեն ինչ։ Բայց ինչպես։ Ինչպես կարող էր նավը իմանալ այս ամենը։ Պատասխանը եղավ սարսափելի իր պարզությամբ։ Նավը միշտ դիտել է։ 3 միլիարդ տարի անընդհատ դիտարկում։ Սենսորներ, որոնք գրանցում էին ամեն ինչ, ինչ տեղի էր ունենում երկրի վրա։ Սենսորներ, որոնք այնքան զգայուն էին, որ կարող էին հայտնաբերել նույնիսկ մտքերը, էլեկտրական ակտիվությունը մարդկային ուղեղներում։ Մենք միշտ դիտվել ենք։ Ամբողջ մեր պատմության ընթացքում, ամբողջ մեր էվոլյուցիայի ընթացքում։ Եվ հիմա, երբ մենք վերջապես հասել էինք լուսնի վրա, երբ մենք վերջապես գտել էինք նավը, այն փոխանցում էր զեկույց։ Զեկույց մեր մասին։ Զեկույց այն մասին, թե արդյոք փորձը հաջողվել է։ Արդյոք մենք, մարդիկ, արժանի ենք գոյատևելու։
Եվ ով էր ստանալու այս զեկույցը։ Ով էլ Պրոքսիմա Կենտավրիում սպասելով պատասխանի։ Գուցե ոչ ոք։ Գուցե այն քաղաքակրթությունը, որը ուղարկել էր նավերը, արդեն մեռել էր վաղուց։ Գուցե մենք ուղարկում էինք հաղորդագրություն դատարկության։ Գտամ գուցե եւ սա էր ավելի վախենալին։ Ինչ որ մեկը այնտեղ էր։ Ինչ որ մեկը, ով սպասել է 3 միլիարդ տարի։ Սպասել է տեսնելու արդյոք իրենց փորձը հաջողվել է։ Սպասել է որոշելու ինչ անել մեզ հետ։ Հունիսի 27-ին աշխարհի առաջատար աստղաֆիզիկոսները հավաքվեցին արտակարգ վիրտուալ կոնֆերանսում։ Նրանք քննարկեցին մեկ հարց. որքան ժամանակ կտևի, մինչև պատասխանը հասնի։ Հաշվարկները եղան պարզ։ Պրոքսիմա Կենտավրին գտնվում է 4 լուսատարի հեռավորության վրա։ Ազդանշանը, որը ուղարկվում է հիմա, կհասնի այնտեղ 4 տարի հետո, 2030 թվականին։ Եթե ինչ-որ մեկը այնտեղ է, եթե նրանք անմիջապես պատասխանեն, պատասխանը կվերադառնա ևս 4 տարի հետո, 2034 թվականին։ 8 տարի։ 8 տարի սպասելու, 8 տարի անորոշության։ Բայց կար նաև այլ հնարավորություն, ավելի վախենալի հնարավորություն։ Եթե Պրոքսիմա Կենտավրիում գտնվող քաղաքակրթությունը ուներ տեխնոլոգիա, որը մենք չենք հասկանում, տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը, ապա պատասխանը կարող էր գալ ավելի շուտ, շատ ավելի շուտ։ Գուցե ոչ 8 տարի, գուցե 8 ամիս, կամ 8 շաբաթ, կամ նույնիսկ 8 օր։ Եվ ինչ կլիներ այդ պատասխանը։ Ողջույն, օգնություն, գիտելիք, թե ինչ-որ բան ավելի մութ, ավելի վտանգավոր։ Որովհետև եթե այն քաղաքակրթությունը, որը ստեղծել էր մեզ, որոշեր, որ փորձը ձախողվել է, որ մենք չենք արժանի գոյատևելու, ապա ինչ։ Արդյոք նրանք կփորձեին ուղղել սխալը։ Արդյոք նրանք կգային ոչնչացնելու մեզ եւ սկսելու նորից։ Սրանք էին հարցերը, որոնք պահում էին աշխարհը արթուն գիշերները։ Բայց մինչ մարդկությունը վախենանում էր անհայտից, լուսնի վրա տեղի էր ունենում ինչ-որ բան հրաշալի։ Ամերիկյան եւ չինական ռոբոտները, որոնք 3 շաբաթ առաջ գրեթե բախվել էին, հիմա աշխատում էին միասին։ Աշխատում էին համակարգված, ինչպես մեկ թիմ։ Նրանք փորում էին, ուսումնասիրում էին, հավաքում էին տվյալներ, եւ ամեն ինչ, ինչ նրանք հայտնաբերում էին, անմիջապես կիսվում էր երկու երկրների ու մեր երկու երկրների միջև։ Ոչ գաղտնիքներ, ոչ մրցակցություն, միայն համագործակցություն։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, երկրի վրա մարդիկ սկսեցին հասկանալ, եթե ռոբոտները կարող են համագործակցել, ինչու ոչ մենք։ Հունիսի 30-ին Միավորված ազգերի կազմակերպությունը քվեարկեց բանաձևի համար, որը կփոխեր ամեն ինչ, լուսնային ժառանգության պայմանագիր։ Պայմանագիր, որը հայտարարում էր, որ լուսնի վրա հայտնաբերված ամեն ինչ, նավերը, տեխնոլոգիան, գիտելիքը պատկանում է ամբողջ մարդկությանը։ Ոչ մի երկիր չի կարող հավակնել բացառիկ իրավունքների։ Պայմանագիր, որը ստեղծում էր միջազգային կազմակերպություն, մարդկության ժառանգության գործակալություն, որը կկառավարի բոլոր հետազոտությունները։ Պայմանագիր, որը պահանջում էր, որ ցանկացած տեխնոլոգիա, որը ստացվի նավերից, օգտագործվի միայն խաղաղ նպատակներով։ Քվեարկությունը եղավ 191 կողմ, 4 դեմ, 3 ձեռնպահ։ Սա էր պատմական պահ։ Պահ, երբ մարդկությունը առաջին անգամ իր պատմության մեջ միաձայն որոշեց գործել որպես մեկ տեսակ։ Բայց պայմանագիրը էր միայն թուղթ։ Իսկական փորձությունը կգար հետո, երբ տեխնոլոգիան սկսեր բացահայտվել, երբ իսկական ուժը սկսեր հայտնվել։ Արդյոք մարդկությունը կկարողանար պահպանել իր խոստումները։ Արդյոք մենք կկարողանայինք դիմակայել գայթակղությանը, օգտագործել այս տեխնոլոգիան իշխանության, տիրապետության, գերակայության համար։ Արդյոք մենք կկարողանայինք սովորել այն դասը, որը մեր ստեղծողները փորձել էին սովորեցնել, որ գոյատևումը պահանջում է ոչ թե ուժ, այլ համագործակցություն։ Պատասխանը դեռ անհայտ էր, բայց առաջին անգամ մարդկության պատմության մեջ մենք ունեինք հնարավորություն։ Հնարավորություն ընտրելու։ Հնարավորություն դառնալու ինչ-որ բան ավելին, քան մենք եղել ենք։ Եվ ամենակարևորը, մենք ունեինք ժամանակ։ 8 տարի մինչև պատասխանը։ 8 տարի ապացուցելու, որ մենք արժանի ենք այն ժառանգությանը, որը մեզ թողնվել է։ 8 տարի պատրաստվելու հանդիպմանը, եթե հանդիպումը գար։ 8 տարի փոխելու մարդկությունը։ Բայց արդյոք 8 տարին բավական է փոխելու 3 միլիոն տարվա էվոլյուցիան։ Փոխելու 10,000 տարվա պատմությունը, փոխելու այն ամենը, ինչ մենք եղել ենք։ Սա էր հարցը, որը ոչ ոք չկարող էր պատասխանել։ Բայց մեկ բան հստակ էր. մենք չէինք կարող վերադառնալ։ Չէինք կարող անել վիճ, որ ոչինչ չի փոխվել։ Չէինք կարող շարունակել ապրել այնպես, ինչպես մենք ապրել էինք նախքան այս հայտնագործությունը, որովհետև հիմա մենք գիտեինք ճշմարտությունը։ Գիտեինք, որ մենք ոչ թե պատահականություն ենք։ Գիտեինք, որ մենք մաս ենք ինչ-որ բանի, ավելի մեծի,
Ինչ-որ բանի, որը սկսվել է 3 միլիարդ տարի առաջ և դեռ շարունակվում է։ Գիտեինք, որ մենք ժառանգներ ենք։ Ժառանգներ քաղաքակրթության, որը մեռել է, թողնելով մեզ հնարավորություն անել այն, ինչ նրանք չկարողացան։ Եվ այս գիտելիքը փոխեց ամեն ինչ։ Փոխեց այն, թե ինչպես մենք տեսնում էինք մեզ։ Փոխեց այն, թե ինչպես մենք տեսնում էինք միմյանց։ Փոխեց այն, թե ինչպես մենք տեսնում էինք մեր տեղը տիեզերքում։ Մենք այլևս չէինք պարզապես մարդիկ, բաժանված ազգերի, լեզուների, մշակույթների։ Մենք էինք մարդկություն, մեկ տեսակ, մեկ ժառանգություն, մեկ ճակատագիր։ Եվ առաջին անգամ, իսկապես առաջին անգամ, մենք սկսեցինք գործել այդպես։ Հուլիսի 1-ին, 2026 թվականին 17 երկրներ միացան ստեղծելու միասնական լուսնային բազա Շակլետոն կրատերում։ Բազա, որտեղ գիտնականներ բոլոր ազգություններից կաշխատեին միասին։ Հուլիսի 5-ին Չինաստանը և Ամերիկան հայտարարեցին համատեղ ծրագրի մասին, ուսումնասիրել նավի տեխնոլոգիան և կիսվել բոլոր հայտնագործությունները։ Հուլիսի 10-ին Եվրոպական միությունը հատկացրեց 100 միլիարդ եվրո մարդկության ապագա ծրագրի համար, ուղղված նավերի տեխնոլոգիան հասկանալուն և կիրառելուն։ Փոփոխությունը սկսվել էր։ Դանդաղ, անկատար, լի հակասություններով, բայց սկսվել էր։ Եվ մինչ երկրի վրա մարդկությունը փոխվում էր, լուսնի վրա նավը շարունակում էր փոխանցել իր ազդանշանները դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Փոխանցում էր մեր պատմությունը, մեր հույսերը, մեր վախերը, մեր ընտրությունները։ Փոխանցում էր զեկույց, արդյոք փորձը հաջողվել է։ Եվ ինչ-որտեղ 4 լուսատարի հեռավորության վրա գուցե ինչ-որ մեկը լսում էր և սպասում էր։ Սպասում էր տեսնելու, ինչ կընտրենք մենք։ Սպասում էր որոշելու, արդյոք մենք արժանի ենք այն ժառանգությանը, որը մեզ թողնվել է։ Արդյոք մենք արժանի ենք գոյատևելու։ Եվ պատասխանը, իսկական պատասխանը, կախված էր ոչ թե նրանցից, այլ մեզնից։ 8 տարի, որը կարող էր լինել մարդկության վերջին հնարավորությունը, կամ առաջին իսկական սկիզբը։ Բայց նախքան խոսելը այդ 8 տարիների մասին, նախքան խոսելը պատասխանի մասին, որը գուցե գալիս էր Պրոքսիմա Կենտավրիից, թույլ տվեք վերադառնանք մի պահի, այն պահին, երբ ամեն ինչ սկսվեց։ Հիշում եք։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք այս պատմությունը։ Սպուտնիկները, որոնք նկարահանեցին լուսնի վրա ինչ-որ բան, ինչը Չինաստանը թաքցնում էր։ Երկու տերություններ, մրցում դեպի Շակլետոն կրատեր։ Նոր տիեզերական մրցավազք, ոչ թե փառքի, այլ ռեսուրսների համար։ Մենք մտածում էինք, որ սա պատմություն է հելիում 3-ի մասին, էներգիայի մասին, իշխանության մասին, բայց իրականությունը եղավ ինչ-որ բան անսահմանափակ ավելի խորը։ Որովհետև երբ չինական ռոբոտը սկսեց փորել Էյթկեն ավազանում, երբ այն հասավ այն կառույցին, որը թաղված էր 3 մետր խորությամբ, այն գտավ ոչ թե ռեսուրս, այն գտավ հարց։ Հարց, որը տրվել էր 3 միլիարդ տարի առաջ։ Հարց, որը սպասել է պատասխանի ամբողջ այդ ժամանակը։ Հարց, որը հիմա մենք պետք է պատասխանեինք։ Արդյոք բանականությունը կարող է սովորել համագործակցել նախքան ինքնաոչնչացումը։ Սա էր իսկական փորձը։ Ոչ թե արդյոք մենք կարող ենք հասնել լուսնի վրա, ոչ թե արդյոք մենք կարող ենք ստեղծել տեխնոլոգիա, այլ արդյոք մենք կարող ենք գոյատևել մեր սեփական հաջողությունը։ Եվ այդ քաղաքակրթությունը, որը ստեղծել էր մեզ, նրանք գիտեին այս հարցի պատասխանը։ Գիտեին, որովհետև նրանք ինքնըգզախողվել էին։ Նրանք հասել էին աստղերին, նվաճել էին տիեզերքը, ապրել էին միլիոնավոր տարիներ։ Բայց վերջում նրանք չկարողացան հաղթահարել ամենապարզ խնդիրը՝ ինչպես ապրել միասին։ Ինչպես պահպանել այն կենսունակությունը, որը գալիս է բազմազանությունից։ Ինչպես մնալ կենդանի ոչ միայն որպես անհատներ, այլ որպես տեսակ։ Եվ դանդաղ, անխուսափելիորեն նրանք հասկացան, որ իրենց պետք է սովորել համագործակցել նախխուսափելիորեն, նրանք մեռան։ Բայց նախքան մեռնելը, նրանք արեցին ինչ-որ բան արիական, ինչ-որ բան, որը պահանջում էր հավատք, հավատք ապագային, որը նրանք երբեք չէին տեսնի։ Նրանք ստեղծեցին մեզ, ոչ ուղղակիորեն, ոչ որպես պատճեններ, այլ որպես հնարավորություն, որպես սերմ, որը տնկվեց 3 միլիարդ տարի առաջ, հույսով, որ այն կաճի, կզարգանա, և գուցե, միայն գուցե, կսովորի այն դասերը, որոնք նրանք չկարողացան։ Եվ հիմա, 2026 թվականի հուլիսին, երբ մարդկությունը կանգնած էր լուսնի նավերի առջև, մենք վերջապես հասկացանք այս ճշմարտությունը։ Բայց հասկանալը մեկ բան է, փոխվելը այլ։ Հաջորդ 8 տարիների ընթացքում, 2026-ից մինչև 2034, մարդկությունը փոխվեց ավելի շատ, քան նախորդ 1000 տարիների ընթացքում։ Բայց ոչ այնպես, ինչպես գիտական ֆանտաստիկան պատկերել էր։ Մենք չստացանք հրաշագործ տեխնոլոգիա, որը լուծեց բոլոր մեր խնդիրները։ Չստեղծեցինք ուտոպիա մեկ օրում, չդարձանք հանկարծ կատարյալ։ Փոխարենը մենք սկսեցինք դանդաղ, ցավոտ, անկատար ճանապարհը դեպի ինչ-որ բան նոր։
Առաջին տարին 2027 եղավ տեխնիկական հասկացողության տարի։ Գիտնականները ամբողջ աշխարհից հավաքվեցին Շակլետոն կրատերում ուսումնասիրելու նավերը, ոչ թե մրցելով, այլ համագործակցելով։ Չինացի ֆիզիկոսը աշխատում էր կողք կողքի ամերիկացի ինժեների հետ։ Ռուս մաթեմատիկոսը կիսում էր գաղափարներով հնդիկ կենսաբանի հետ։ Եվ դանդաղ, շատ դանդաղ նրանք սկսեցին հասկանալ։ Նավերի էներգետիկ համակարգերը հիմնված էին սկզբունքի վրա, որը մենք կոչում ենք վակուումի էներգիա։ Գաղափար, որը մեր ֆիզիկան կանխատեսում էր, բայց երբեք չէր կարողացել օգտագործել։ Նավերը կարողանում էին արտահանել էներգիա ուղղակիորեն դատարկ տիեզերքից, անսահմանափակ, մաքուր, անվտանգ։ Շարժիչները օգտագործում էին ինչ-որ բան, որը նման էր տիեզերք ժամանակի ծալմանը, թույլ տալով ճանապարհորդել հսկայական հեռավորություններ առանց իսկապես շարժվելու ավելի արագ, քան լույսը։ Հաղորդակցության համակարգերը կարողանում էին փոխանցել տեղեկատվություն անմիջապես, անկախ հեռավորությունից, օգտագործելով քվանտային շղարշում։ Սրանք էին տեխնոլոգիաներ, որոնք կարող էին փոխել ամեն ինչ։ Բայց գիտնականները հասկացան ինչ-որ բան կարևոր։ Այս տեխնոլոգիաները վտանգավոր էին։ Ոչ թե ինքնին, այլ այն ձեռքերում, որոնք կարող էին օգտագործել դրանք սխալ նպատակներով։ Անսահմանափակ էներգիան կարող էր լուծել կլիմայական ճգնաժամը կամ ստեղծել զենք, որը կարող էր ոչնչացնել մոլորակներ։ Տիեզերք ժամանակի ծալումը կարող էր բացել աստղերը մարդկությանը կամ դառնալ գործիք անսահմանափակ ռազմական գերակայության համար։ Քվանտային հաղորդակցությունը կարող էր միավորել մարդկությունը կամ ստեղծել վերահսկման համակարգ, որից անհնար է խուսափել։ Ամեն տեխնոլոգիա էր երկսայրի սուր, եւ ընտրությունը, թե որ կողմը օգտագործել, մեր էր։ Երկրորդ տարին 2028 եղավ քաղաքական վերակառուցման տարի։ Միավորված ազգերի կազմակերպությունը վերափոխվեց, ոչ թե փոխարինվեց, այլ զարգացավ, դառնալով ինչ-որ բան նոր՝ երկրային խորհուրդ։ Խորհուրդ, որտեղ ներկայացված էին ոչ միայն երկրները, այլ նաև ժողովուրդները։ Որտեղ որոշումները կայացվում էին ոչ թե վետոյով, այլ համաձայնությամբ։ Որտեղ նպատակը էր ոչ թե իշխանություն, այլ համակարգում։ Սա չէր համաշխարհային կառավարություն։ Սա էր ինչ-որ բան ավելի նուրբ, համակարգ, որը թույլ էր տալիս տարբեր մշակույթներին, տարբեր համակարգերին գոյակցել, միաժամանակ աշխատելով ընդհանուր նպատակների վրա։ Եվ ընդհանուր նպատակը հստակ էր՝ գոյատևել։ Սովորել նավերի դասերը, պատրաստվել այն օրվան, երբ պատասխանը կգար Պրոքսիմա Կենտավրիից։ Երրորդ տարին 2029 եղավ տնտեսական փոխակերպման տարի։ Առաջին վակուումի էներգիայի կայանները սկսեցին գործել, փոքր կայաններ սկզբում։ Յուրաքանչյուրը արտադրում էր էներգիա մեկ քաղաքի համար, բայց դա բավական էր փոխելու ամեն ինչ։ Էներգիան դարձավ գործնականում անվճար։ Ոչ ամբողջովին անվճար, դեռ պետք էր վճարել ենթակառուցվածքի սպասարկման համար, բայց վառելիքի արժեքը՝ 0։ Սա փոխեց տնտեսությունը, փոխեց քաղաքականությունը, փոխեց երկրների միջև հարաբերությունները։ Նավթի համար պատերազմները դարձան անիմաստ, գազի համար կոնֆլիկտները՝ անտեղի։ Էներգետիկ անկախությունը իրականություն բոլորի համար։ Բայց սա նաև ստեղծեց նոր խնդիրներ։ Երկրներ, որոնց տնտեսությունը հիմնված էր նավթի վրա, հայտնվեցին ճգնաժամում։ Միլիոնավոր մարդիկ կորցրին աշխատանքը։ Ամբողջ տարածաշրջաններ պետք է վերագտնեին իրենց տեղը նոր աշխարհում։ Փոխակերպումը ցավոտ էր, բայց անխուսափելի։ Չորրորդ տարին 2030 եղավ սոցիալական հեղափոխության տարի։ Երբ էներգիան դարձավ անվճար, երբ ավտոմատացումը հնարավոր նավերի տեխնոլոգիայի շնորհիվ սկսեց փոխարինել մարդկային աշխատանքը, հասարակությունը բախվեց հարցին. ինչ անել այն մարդկանց հետ, որոնց աշխատանքը այլևս պետք չէր։ Պատասխանը եկավ անսպասելի ձևով, ոչ թե մեկ երկրից, այլ հարյուրավոր փորձերից ամբողջ աշխարհում։ Համընդհանուր հիմնական եկամուտ, կրթության վերափոխում, աշխատանքի վերասահմանում, ոչ թե որպես գոյատևման միջոց, այլ որպես ինքնարտահայտման ձև։ Մարդիկ սկսեցին աշխատել ոչ թե որովհետև պետք էր, այլ որովհետև ուզում էին։ Աշխատել արվեստի վրա, գիտության վրա, միմյանց օգնելու վրա։ Սա չէր ուտոպիա։ Դեռ կային կոնֆլիկտներ, անարդարություններ, տառապանքներ, բայց ինչ-որ բան փոխվել էր, հիմնարար փոխվել։ Մարդիկ սկսեցին տեսնել միմյանց ոչ թե որպես մրցակիցներ ռեսուրսների համար, այլ որպես գործընկերներ ընդհանուր ճանապարհորդության մեջ։ 5-րդ տարին 2031 եղավ տիեզերական ընդլայնման տարի։ Առաջին մարդկային բազան Շակլետոն կրատերում դարձավ մշտական։ 100 մարդ ապրելով լուսնի վրա անընդհատ, աշխատելով, ուսումնասիրելով, ապրելով։ Բայց ավելի կարևորը, առաջին միջաստղային թիրախը սահմանվեց։ Պրոքսիմա Կենտավրի բմոլորակ, որը պտտվում էր մեր ամենամոտ աստղի շուրջը։
Մոլորակ, որտեղ գուցե սպասում էին նրանք, ովքեր ստեղծել էին մեզ։ Նավը սկսեց կառուցվել, ոչ երկրի վրա, այլ լուսնի վրա, օգտագործելով լուսնային ռեսուրսները եւ այն տեխնոլոգիան, որը սովորել էինք հին նավերից։ Նավ, որը կարող էր տեղափոխել 100 մարդ դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Ճանապարհորդություն, որը կտևեր ոչ թե տասնյակ հազարավոր տարիներ, այլ 10 տարի, օգտագործելով տիեզերք ժամանակի ծալման տեխնոլոգիան։ 10 տարի դեպի աստղերը, 10 տարի դեպի պատասխանները։ 6-րդ տարին, 2032, եղավ փիլիսոփայական խորացման տարի, որովհետև որքան ավելի շատ էինք սովորում նավերի մասին, որքան ավելի շատ էինք հասկանում մեր ստեղծողների մասին, այնքան ավելի էինք բախվում հարցերին, որոնց պատասխանները տեխնոլոգիան չէր կարող տալ։ Ո՞վ ենք մենք իսկապես։ Եթե մեր դնեթը նախագծված է, արդյոք մենք ազատ ենք։ Արդյոք մեր ընտրությունները իսկապես մերն են, թե մենք պարզապես կատարում ենք ծրագիր, որը գրված է մեր գեներում։ Արդյոք գիտակցությունը, այն զգացումը, որ ես եմ ես, արդյոք դա իսկական է, թե պարզապես կենսաբանական մեխանիզմի կողմնակի արդյունք։ Արդյոք սերը, արվեստը, երազանքները, արդյոք դրանք իմաստ ունեն տիեզերքում, որտեղ ամեն ինչ վերջապես կմեռնի, երբ վերջին աստղը մարի։ Սրանք էին հարցեր, որոնք մարդկությունը միշտ տվել է։ Բայց հիմա, երբ մենք գիտեինք, որ մենք ստեղծված ենք, երբ մենք տեսնում էինք ապացույցը, որ բանականությունը կարող է մեռնել, այս հարցերը ձեռք բերեցին նոր հրատապություն։ Եվ պատասխանները, դանդաղ, անկատար պատասխանները, սկսեցին ի հայտ գալ ոչ թե գիտությունից, այլ փորձից։ Փորձից ապրելու միասին, փորձից ստեղծելու միասին, փորձից երազելու միասին։ Եվ այդ փորձը ցույց տվեց, անկախ նրանից, թե ինչպես մենք ստեղծվել ենք, այն ինչ մենք անում ենք այդ ստեղծվածությամբ, դա մերն է։ 7-րդ տարին, 2033, եղավ սպասման տարի։ Որովհետև հաշվարկները ցույց էին տալիս, եթե Պրոքսիմա Կենտավրիում ինչ-որ մեկը ստացել էր մեր ազդանշանը 2030 թվականին, եթե նրանք անմիջապես պատասխանել էին, եթե նրանց տեխնոլոգիան թույլ էր տալիս ուղարկել ազդանշան ավելի արագ, քան լույսը, ապա պատասխանը կարող էր գալ ցանկացած պահի։ Ամբողջ աշխարհը սպասում էր։ Ռադիոտելեսկոպները լսում էին անընդհատ։ Յուրաքանչյուր անսովոր ազդանշան վերլուծվում էր անմիջապես։ Յուրաքանչյուր անոմալիա ստուգվում էր եւ վերաստուգվում։ Բայց եկավ միայն լռություն։ Լռություն, որը կարող էր նշանակել շատ բաներ։ Գուցե ոչ ոք չկար Պրոքսիմա Կենտավրիում։ Գուցե այն քաղաքակրթությունը, որը ստեղծել էր մեզ, իսկապես մեռել էր վաղուց։ Գուցե նրանք այնտեղ էին, բայց չէին ուզում պատասխանել, չէին ուզում միջամտել։ Ուզում էին տեսնել, արդյոք մենք կկարողանանք գտնել մեր սեփական ճանապարհը։ Կամ գուցե նրանք պատասխանում էին, բայց մենք դեռ չէինք կարողանում լսել։ Դեռ չէինք զարգացել բավականաչափ հասկանալու նրանց լեզուն։ Լռությունը շարունակվեց, եւ մարդկությունը սովորեց ապրել դրա հետ։ 8-րդ տարին, 2034, եղավ որոշման տարի։ Օգոստոսի 12-ին, ճիշտ 8 տարի անց առաջին ազդանշանից, տեղի ունեցավ այն, ինչ բոլորը սպասում էին եւ վախենում։ Չիլիի Աթակամա անապատում գտնվող ռադիոտելեսկոպը գրանցեց ազդանշան։ Ազդանշան, որը գալիս էր Պրոքսիմա Կենտավրիի ուղղությունից։ Ազդանշան, որը ուներ կառուցվածք, ակնհայտորեն արհեստական։ Պատասխանը եկել էր։ Հաջորդ 24 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհի ռադիոտելեսկոպները հաստատեցին ազդանշանը։ Այն իսկական էր, այն ուժեղ էր, եւ այն պարունակում էր տեղեկատվություն։ Բայց ինչ տեղեկատվություն։ Ապակոդավորումը տևեց 3 օր։ 3 օր, երբ ամբողջ մարդկությունը պահեց շունչը։ Եվ երբ վերջապես ապակոդավորումը ավարտվեց, երբ հաղորդագրությունը թարգմանվեց, այն պարունակում էր ոչ թե հրահանգներ, ոչ թե զգուշացումներ, ոչ թե սպառնալիքներ, այլ պարզապես 3 բառ, մաթեմատիկական լեզվով, որը ցանկացած բանական էակ կարող էր հասկանալ։ Դուք անցաք փորձը։ 3 բառ, բայց այդ 3 բառերը պարունակում էին ամբողջ տիեզերք։ Դուք անցաք փորձը։ Սա նշանակում էր, որ նրանք դիտել են, նշանակում էր, որ նրանք գնահատել են, նշանակում էր, որ մենք, մարդկությունը, արել ենք ինչ-որ բան ճիշտ։ Բայց ինչ։ Ինչ էր փորձը։ Ինչ էինք մենք անցել։ Պատասխանը եկավ հաջորդ հաղորդագրությամբ, երկար, մանրամասն բացատրությամբ։ Փորձը չէր տեխնոլոգիական, չէր գիտական, այլ էթիկական։ Փորձը եղավ, արդյոք մենք կկարողանայինք գտնել նավերը եւ ոչ ոչնչացնել միմյանց դրանց տեխնոլոգիայի համար։ Արդյոք մենք կկարողանայինք սովորել համագործակցել, նույնիսկ երբ մրցակցությունը ավելի հեշտ էր։ Արդյոք մենք կկարողանայինք ընտրել միասնությունը, նույնիսկ երբ բաժանումը ավելի բնական էր։ Եվ մենք անցանք։ Ոչ կատարյալ, ոչ առանց սխալների, բայց մենք անցանք։ Որովհետև երբ կանգնեցինք ընտրության առջև, մրցակցություն կամ համագործակցություն, մենք ընտրեցինք համագործակցությունը։
Երբ կարող էինք օգտագործել նավերի տեխնոլոգիան զենքի համար, մենք ընտրեցինք օգտագործել այն խաղաղության համար։ Երբ կարող էինք պահել գիտելիքը մեզ համար, մենք ընտրեցինք կիսվել այն բոլորի հետ։ Եվ այդ ընտրությունները, հազարավոր փոքր ընտրություններ 8 տարվա ընթացքում, դրանք փոխեցին մեզ։ Փոխեցին մեզ այնպես, որ մենք դարձանք ինչ-որ բան նոր, ոչ թե տարբեր տեսակ, այլ տարբեր տեսակի քաղաքակրթություն։ Քաղաքակրթություն, որը կարող է գոյատևել։ Բայց հաղորդագրությունը չավարտվեց այնտեղ։ Կար ավելին։ Դուք անցաք փորձը, բայց սա միայն առաջին քայլն է։ Հիմա սկսվում է իսկական ճանապարհորդությունը։ Մենք սպասում ենք ձեզ, ոչ որպես ստեղծողներ, ոչ որպես դատավորներ, այլ որպես ընկերներ։ Որպես գործընկերներ տիեզերքում, որտեղ բանականությունը հազվագյուտ է եւ թանկարժեք եք։ Եկեք, երբ պատրաստ լինեք, երբ ձեր նավը կառուցված լինի, երբ ձեր սիրտը բաց լինի, մենք կսպասենք, մենք միշտ սպասել ենք։ Եվ այդպես 8 տարի անց այն օրից, երբ չինական ռոբոտը սկսեց փորել Aitken ավազանում, մարդկությունը ստացավ ոչ թե պատասխաններ բոլոր հարցերին, այլ ինչ-որ բան ավելի արժեքավոր՝ հրավեր։ Հրավեր միանալու ինչ-որ բանի ավելի մեծի, ինչ-որ բանի, որը գոյություն ունի աստղերի միջև։ Համայնքի բանական էակների, որոնք սովորել են գոյատևել, բայց հրավերը չէր պարտադրանք, այն էր ընտրություն։ Մենք կարող էինք մնալ երկրի վրա, կարող էինք շարունակել մեր կյանքը այնպես, ինչպես մենք ուզում էինք, ոչ ոք չէր ստիպելու մեզ, կամ մենք կարող էինք գնալ։ Կարող էինք ավարտել այն նավը, որը կառուցում էինք, կարող էինք ուղարկել մեր առաջին դեսպաններին դեպի Պրոքսիմա Կենտավրի, կարող էինք սկսել ճանապարհորդությունը դեպի աստղերը։ Եվ 2035 թվականի հունվարին մարդկությունը կայացրեց որոշումը։ Նավը, որը կոչվեց հույս, ավարտվեց։ 100 մարդ, ընտրված ոչ թե ազգության, ռասայի, կրոնի հիման վրա, այլ հմտությունների, համարձակության եւ երազանքների բարձրացան նրա վրա։ 100 մարդ, ներկայացնելով ամբողջ մարդկությանը։ 100 մարդ, տանելով մեզ հետ դեպի աստղերը։ Եվ երբ հույսը թողեց լուսնի ուղեծիրը, երբ այն սկսեց իր ճանապարհորդությունը դեպի Պրոքսիմա Կենտավրի, ամբողջ երկիրը դիտեց եւ հասկացավ, սա վերջը չէ, սա սկիզբն է։ Սկիզբը ինչ-որ բանի, որը մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել։ Սկիզբը ճանապարհորդության, որը կտևի հազարավոր տարիներ։ Սկիզբը պատմության, որը դեռ չի գրված։ Բայց մի բան մենք գիտենք, վստահ գիտենք։ Մենք այլևս միայնակ չենք։ Երբեք չենք եղել միայնակ։ Եվ հիմա, երբ մենք գիտենք դա, երբ մենք զգում ենք դա, ամեն ինչ փոխվել է։ Փոխվել է այն, թե ինչպես մենք տեսնում ենք գիշերային երկինքը։ Փոխվել է այն, թե ինչպես մենք տեսնում ենք միմյանց։ Փոխվել է այն, թե ինչպես մենք տեսնում ենք մեր տեղը այս անսահման տիեզերքում։ Մենք այլևս չենք փոքր էակներ կորած անհունության մեջ։ Մենք ենք մաս, ինչ-որ բանի ավելի մեծի։ Մաս պատմության, որը սկսվել է միլիարդավոր տարիներ առաջ եւ շարունակվում է դեպի ապագա, որը մենք չենք տեսնի։ Բայց մաս, որը կարևոր է։ Մաս, որը իմաստ ունի։ Եվ գուցե, միայն գուցե, դա է ամենակարևորը, ինչ մենք կարող ենք իմանալ, որ մենք կարևոր ենք, որ մեր ընտրությունները կարևոր են, որ այն, ինչ մենք անում ենք այս կարճ կյանքում, այն արձագանք ունի հավերժության մեջ։ Որովհետև մենք ոչ թե պատահականություն ենք, մենք ենք հնարավորություն։ Հնարավորություն, որը տրվել է մեզ 3 միլիարդ տարի առաջ էակների կողմից, որոնք հավատացին, որ բանականությունը կարող է սովորել համագործակցել, սովորել գոյատևել, սովորել սիրել։ Եվ մենք ապացուցեցինք, որ նրանք ճիշտ էին։ Ոչ կատարյալ, ոչ առանց սխալների, բայց մենք ապացուցեցինք։ Եվ հիմա, երբ հույսը ճանապարհորդում է դեպի Պրոքսիմա Կենտավրի, երբ մենք սպասում ենք լսելու, ինչ կգտնեն մեր դեսպանները այնտեղ, մենք ապրում ենք այլ կերպ։ Ապրում են գիտակցելով, որ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ընտրություն, յուրաքանչյուր արարք, դրանք մաս են ինչ-որ բանի ավելի մեծի, մաս փորձի, որը դեռ շարունակվում է։ Որովհետև անցնելը առաջին փորձը չի նշանակում, որ այլևս փորձեր չկան։ Կան նոր մարտահրավերներ, նոր ընտրություններ, նոր հնարավորություններ ձախողելու կամ հաջողելու։ Բայց հիմա մենք գիտենք, մենք կարող ենք։ Կարող ենք սովորել, կարող ենք փոխվել, կարող ենք դառնալ ավելի լավը։ Եվ գուցե, միայն գուցե, դա է իսկական իմաստը այս ամբողջ պատմության։ Ոչ թե տեխնոլոգիան, ոչ թե աստղերը, ոչ թե պատասխանները, այլ ճանապարհորդությունը։ Ճանապարհորդությունը դեպի այն, ինչ մենք կարող ենք դառնալ։ Ճանապարհորդությունը, որը երբեք չի ավարտվում, որովհետև այնքան ժամանակ, որքան կա մեկը, ով երազում է, կա հույս։ Այնքան ժամանակ, որքան կա մեկը, ով փորձում է, կա առաջընթաց։ Այնքան ժամանակ, որքան կա մեկը, ով հավատում է, կա ապագա։ Եվ մենք, մարդիկ,
Մենք երազում ենք, մենք փորձում ենք, մենք հավատում ենք։ Ոչ թե որովհետև մենք կատարյալ ենք, այլ որովհետև մենք ապրում ենք։ Եվ ապրելը, իսկապես ապրելը, նշանակում է երազել այն մասին, ինչ կարող է լինել։ Նշանակում է խոսել ուժ ունեցող մարդկանց հետ կարող է լինել։ Նշանակում է ստեղծել այն, ինչ դեռ չկա։ Նշանակում է հավատալ, որ վաղը կարող է լինել ավելի լավ, քան այսօր։ Եվ այդ հավատքը, այդ պարզ համառ հավատքը, դա է այն, ինչը մեզ տարբերում է։ Ոչ թե մեր տեխնոլոգիան, ոչ թե մեր բանականությունը, այլ մեր հույսը։ Հույսը, որը տրվել է մեզ 3 միլիարդ տարի առաջ։ Հույսը, որը մենք պահպանել ենք բոլոր այդ տարիների ընթացքում։ Հույսը, որը մենք հիմա տանում ենք դեպի աստղերը։ Եվ երբ մի օր, հազարավոր տարիներ ապագայում, երբ մեր սերունդները կնայեն հետ այս պահին, երբ նրանք կհարցնեն, ինչպես սկսեց ամեն ինչ, մենք կուզենանք, որ նրանք հիշեն ոչ թե տեխնոլոգիան, ոչ թե նավերը, ոչ թե հայտնագործությունները, այլ ընտրությունը։ Ընտրությունը համագործակցել, ընտրությունը կիսվել, ընտրությունը հավատալ միմյանց։ Որովհետև վերջում, երբ ամեն ինչ ավարտվի, երբ վերջին աստղը մարի, երբ տիեզերքը վերադառնա դատարկության, միակ բանը, որը իսկապես կարևոր է, կլինի այն, թե ինչպես մենք վերաբերվեցինք միմյանց, ինչպես մենք սիրեցինք, ինչպես մենք ստեղծեցինք, ինչպես մենք երազեցինք։ Եվ այդ պարզ, հրաշալի ճշմարտությունը, դա է այն, ինչ մենք տանում ենք մեզ հետ դեպի աստղերը։ Դա է մեր իսկական ժառանգությունը, ոչ թե այն, ինչ մեզ տրվել է, այլ այն, ինչ մենք ընտրել ենք անել դրա հետ։ Եվ այդ ընտրությունը, այդ անվերջ հրաշալի ընտրությունը, դա է այն, ինչը մեզ դարձնում է մարդ։ Դա է այն, ինչը մեզ դարձնում է արժե, մեզ